Այսօր 41 հատ Աստվածաշնչից տեղում եմ։ Այսօր լավ դաս է, այսօր լավ ուսուցում է։ Չգիտեմ, կարենամ լրիվ ասեմ, ամբողջ ասեմ, թե չէ։ Բայց ժամանակ առ ժամանակ մեզ Աստվածաշնչից շատ տեղեր է պետք, որպեսզի մենք տեսնենք պատկերը, տեսնենք լրիվ խորությունները, հիմքերը, ուսմունքը, ստանանք կրթություն, լույս։ Դրա համար շատ են գաղութում Տեր մեզ տուր իմաստություն, Տեր մեզ տուր իմաստություն, բայց իրականում պետք է նաև իմաստության, Աստծո խոսքը իմաստության խոսք է, եւ իմաստության տեղերով գնանք ու հասկանանք իմաստությունը ինչ է անում մեզ համար։ Դուք գիտեք, որ իմաստությունը դա իմանալ ինչ անել, երբ անել, որ ժամանակին անել, եւ իմաստությունը որոշնել մոտ պատկերացում կա, այո, որ ինչ խոսալ նաեւ իմաստությունը ինչ չխոսալ, նաեւ որ մենք շատ անգամ խոսում ու մեր հիմարությունը զգում ենք, երբ որ խոսում ենք այնտեղ այն մարդուն, որ չպետք է խոսենք այդ բանը, չպետք է ասենք։ Եկավ Սաբայթակույն տեսավ Սողոմոնի ծառաներին, Սողոմոնի ծառաների նիստուկացը, ոնց են օգտվում սեղանից, ոնց են քայլում, ոնց են նստում, ոնց են խոսում, լրիվ հագուկապը, ժեստերը, լրիվ իրանց կենցաղավարությունը, ընդամենը տեսավ, ու եկավ ասեց, ես դեռ չէի լսել այս լրիվը, որ պատմել են, լա դեռ այդ ամենը չէր, որ ես լսել էի, իսկ հիմա ես տեսնում եմ, գրված է խելքը գնաց Սաբայթակույ։ Իմաստությունը, որը պաշտպանում է։ Իմաստությունը ինքը պաշտպանող է։ Քույրեր, եղբայրներ։ Եվ մեզ պետք է սկսենք Աստվածաշնչի այնտեղից, հնարավոր է ձանձրալի թվա, բայց կեսից կփոխվի լրիվ։ Կեսից կփոխվի, ու դուք կտեսնեք, թե ինչի է պետք շարժվել իմաստությամբ եւ ունենալ իմաստություն։ Եկեք սկսենք Առակաց 8-րդ գլխից։ 8:15 Թագավորները ինձանով են թագավորում, նախարարները ինձանով են արդարության կանոններ դնում։ Ինձանով են իշխում իշխանները, ազնվականները ու երկրի բոլոր դատավորները։ Իմաստությունը օգնում է դուրս գալ մահվան որոգայթից։ Մենք տեսնում ենք, որ Աստծո խոսքը մեզ սովորացնում է իմանալ նախ եւ առաջ, որ ցանկացած իշխան թագավոր պետք է երկիրը ղեկավարի Աստծո իմաստությամբ։ Երբ որ Աստծո իմաստությամբ չի լինում, երկրում լինում է խժդժություններ, հեղափոխություններ, պատերազմներ, արյունահեղություններ։ Այսպեսով իմաստությունը օգնում է մարդուն, որպեսզի ինքը լինի պաշտպանված մահվան որոգայթներից։ Սաղմոս 36 9-րդ խոսքը։ Մի կարող է գնաք տուն ասեք, բա 41 հատ չասեց, 40 հատ ասեց, որպեսզի 41 հատ լինի, մի տեղ էլ կկարդամ, մինչև Սաղմոս 36 կգամ։ Այստեղ գրված է Առակաց 13-ի 14-ի մեջ գրված է իմաստունին օրենքը կյանքի աղբյուր է, մահվան որոգայթներից ազատ մնալու։ Իմաստությունը մարդուն պաշտպանում է մահից։ Որպեսզի դու շուտ չմահանաս, քեզ իմաստություն է պետք։ Իմաստություն է պետք այստեղ յուրաքանչյուրին, որպեսզի ինքը շուտ չմեռնի եւ մահվան որոգայթներից ազատ լինի։ Շատերը մեռնում են ժամանակից շուտ, բայց դա Աստծո կամքը չի, որ դու ժամանակից շուտ մեռնես։ Ժամանակից շուտ մահը դա անեծք է։ Եվ հիմարության պատճառով է, որ շատերը մեռնում են ժամանակից շուտ։
Եթե քեզ պետք է գնալ բժշկի եւ ստուգվել, դու պետք է գնաս։ Եթե դու գիտես, որ այդ ինչ որ բանը քեզ վնասա, դու չպետք է անես։ Եթե դու գիտես, որ ձմռանը պետք չի տկլոր տկլիկ պատտվել, ուրեմն դու պետք է քեզ պաշտպանես, որովհետեւ դա իմաստություն է։ Պահի քո կյանքը, որովհետեւ դա իմաստություն է։ Իմանալ օրենքը եւ որոգայթներից մահվան զերծ մնալ։ Սաղմոս 36:9 գրված է, որովհետև կյանքի աղբյուրը քո մոտ է, քո լույսով լույս պիտի տեսնենք։ Հոբիտ 10-րդ գլուխ։ Հոբիտ 10-րդ գլուխ։ Մի դուք նկատել եք, որ ես շատ կարդում եմ Հոբից։ Հոբից եմ շատ կարդում։ Հոբի մեջ շատ խորը բաներ կա, շատ ուժեղ բաներ կա, որ թե խրատական է իմաստություն ստանալու համար, թե կյանքի համար։ 10:12 Ինձի կյանք եւ ողորմություն շնորհեցիր, եւ քո խնամքդ իմ հոգին պահեց։ Աստծո այցելությունը ինձ կյանք է շնորհում։ Աստծո այցելությունը ինձ կյանք է շնորհում։ Խնայում է իմ կյանքը, երբ այցելում եմ, նա նկատի ունի, որ երբ որ ես քեզ այցելում եմ, ես խնամում եմ քո կյանքը։ Շատերը չգիտեն, թե Աստված խի է իրան այցելում։ Ուղղակի կարա նստած լինի, ճանապարհին լինի, քայլելիս լինի, ասոն ներկայությունը գալիս է։ Ու ոչ մի բան դու չես արել, բայց Աստված այցելում է քեզ։ Նկատած կլինեք, որ այդ բանը տեղի ունեցես այստեղ բոլորի հետ, որ Սուրբ Հոգին այցելություն արե։ Գիտեք, պետք չի հեքիաթների մեջ ընկնել, թե դեն ասես ինչ այցելություն էր։ Նախ եւ առաջ Աստված, երբ որ այցելում է, քեզ օրհնում է։ Դա օրհնությունը արդեն, երբ որ իր ներկայությունը քո վրա է իջնում։ Դա նշանակում է, որ ինքը նկատի ունի քեզ։ Դա նշանակում է, որ ինքը քեզ պաշտպանում է, պլանավորում է պաշտպանել ինչ-որ բանից։ Եվ քո կյանքը պահում է, եւ դու չգիտես անգամ դրա մասին։ Առաջ իմ մոտ սա միշտ այսև անհասկանալի էր։ Սուրբ Հոգին այցելեց եւ ես մտածեցի, որ հեսա պետքա քարոզեմ։ Միգուցե դու պետքա այստեղ լռեիր ավելի շուտ։ Միգուցե այստեղ քեզ պետքա պաշտպաներ ինչ որ վթարից կամ ինչ որ հարվածից, որովհետեւ աշխարհը այսօր շատ այսև նետեր են թռնում։ Աներևույթ աշխարհը դրոցիկներ է շպրտում, նետեր է շպրտում։ Եվ հավատացյալը ապրում է իր համար եւ չի տեսնում այդ բաները, բայց Աստված այցելում եւ պաշտպանություն անում այդ մարդուն։ Երբ Աստված այցելում է քեզ, ասա նա նկատի ունի ինձ։ Գործք առաքելոցում 17-րդ գլխի 25-րդ խոսքը շատ ուժեղ խոսք է այստեղ գրված, որին ես անդրադառնում եմ ժամանակ առ ժամանակ։ Սա օրհնում է, սա օգնում է, սա ավելի է ինձ խանդավառում 25-րդ խոսքի մեջ։ Աստված չի պաշտվում մարդու ձեռքով կամ ինչ-որ մի բանի կարոտի պես, քանզի ինքն է տալիս ամենքին կյանք, շունչ եւ ամեն բան։ Աստված մեզ տալիս է կյանք, շունչ եւ ինչ որ էլ դու ստանում ես։ Աստված է քեզ տալիս։ Ուրեմն Աստծո այցելությունը դա կյանքի համար է։ Աստված այցելում է, որպեսզի դու կյանք ունենաս։ Աստված նկատի է ունենում քեզ։ Բայց անմտությունը կարող է ստիպել, որ մարդը ժամանակից շուտ մեռնի։ Սա Գործք 17:25-ն էր։ Ինչ որ միտեղ դու պետքա քեզ հարցնես եւ բարձրաձայն ասես քեզ, երբ որ դու քեզ հետ ես, երբ որ դու ինքդ քո հետ ես, ասես ինչի շուտ մեռնեմ։ Աստված այդ ձև պլան չունի ինձ համար։ Աստված որևէ մեկի համար պլան չունի ժամանակից շուտ մեռնի։ Եթե դուք չեք հավատում ինձ, կարող եք տեսնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի մահը, ինչքան վաղաժամ էր։ Անջատեք ձեր մագնիտոֆոնները։ Տեսեք, Աստված վաղաժամ վերցրեց Հիսուսի կյանքը։ Հիսուս նվիրեց Աստծուն, տվեց իրան 33 տարեկան ընդամենը։
Կրամ է կնչի համար ինքը շուտ մեռավ, որպեսզի դու շուտ չմեռնես։ Ինքը շուտ մեռավ, որպեսզի դու երկար ապրես։ Հասկանում եք, ինքը տվեց իր կյանքը քեզ։ Ժողովող 7-րդ գլխի 17-րդ խոսքը։ Խիստ ամբարիշտ մի լինիր։ Ինչ որ մեկին ասա խիստ ամբարիշտ մի լինի։ Գիտեք, շատ հավատացյալներ իրոք խիստ ամբարիշտ են։ Եվ վստահ եմ, որ ոչ մի բանի հետ ոչ բարեշում են, ոչ հաշտվում են, ոչ էլ Աստված ունեն։ Դրա համար Աստծո խոսքը ասում է մեզ խիստ ամբարիշտ մի լինիր եւ հիմար մի լինի դրանով, ինչու համար ժամանակից շուտ մեռնես։ Ինչու համար ժամանակից շուտ մեռնես։ Կարիք կա ինչ-որ մեկին, որ ժամանակից շուտ մեռնի։ Արդարությունը եւ ազնվությունը դա այն բանն է, որ բացակայում է ամբարիշտի մոտ։ Արդարություն չի անում, ազնվություն չի անում։ Դա բացակայում է, դա վտանգավոր երևույթ է, որ կարող է մարդը շուտ մեռնել։ Հիմարությունը կարող է սպանել ինչ-որ մեկին ժամանակից շուտ։ Մենք գիտենք, որ եւ տեսնում ենք կյանքում պատմության մեջ շատ փորձառություն ունենք արդեն շատերս, որ տեսել ենք թե ինչպես են մարդիկ շուտ մեռել։ Վերջապես շատ երիտասարդների ժամանակից շուտ մեքենա են վստահում, տալիս են ծնողները, առան, նվիրեցին, գնաց կլխկոնձի արեց։ Ժամանակից շուտ մեռավ, ժամանակից շուտ վթարի մեջ ընկավ եւ մեռավ։ Դրա համար պետք է նախ եւ առաջ մարդը լինի արդար եւ ազնիվ։ Չարիքը կարող է սպանել, իրականում սպանել մարդուն ժամանակից շուտ։ Ինչ է ինձ ու քեզ անհրաժեշտ։ Արդարություն եւ իմաստություն։ Դուր ինձ իմաստուն սիրտ։ Առաջ երբ որ աղոթում էի, որ Հակոբոսն ասում է, եթե մեկը պակասել է, իսկ միշտ իմաստության պակասը հասկացել ես քո խոսքերից եւ քո արարքներից հետո։ Ասեցիր, հետո մտածեցիր, արեցիր, հետո հետևություն արեցիր, հետո մի կերպ պետքա փոխես կամ ինչ-որ բան շտկես այնտեղ, կամ ինչ-որ մեկին գնաս ներողություն խնդրես կամ քայլերդ փոխես։ Եվ ավելի ես քեզ վատ զգում հենց այդ ժամանակ։ Ինչ ես անում, որ ազատվես, առաջինը մահվան որոգայթներից։ Առակաց 19-րդ գլուխ։ Երեք խաչը, երբ որ կողքից ես խոսում խաչի մասին, դա շատերի դուրը գալիս է։ Բայց երբ որ խաչը հենց պետքա գործ ունենա քեզ հետ, դա սկսում է վրդովել ինչ-որ մեկին, կամ ապստամբության հրահրել։ Դա նշանակում է, որ քո մարմինը այնքան ողջ է, որ ինքը ապստամբում է միանգամից խաչի գաղափարին, փոխվելու եւ մեռնելու հնի համար եւ հարություն ստանալ կամ նոր կյանք ունենալ Քրիստոս Հիսուսի համար։ Համար առաջինը դա պետք է պահել Աստծո վախը։ Առակաց 19:23։ Տիրոջ երկյուղը կյանքի պատճառ է։ Կարող եք կրկնել այս խոսքը, Տիրոջ երկյուղը կյանքի պատճառ է։ Ամեն։ Այսինքն Աստծո վախը դա կյանքի պատճառ է եւ նրան ունեցողը կուշտ է պարկում։ Իմաստություն ունեցողը կուշտ է պարկում եւ ձախորդության չի հանդիպում։ Այսինքն ինքը սոված չի մնա եւ իրան ձախորդություն չի հանդիպի։ Եթե Աստծո վախը իմ ու քո կյանքի համար պետք է լինի առաջինը։ Պահիր Աստծո վախը։ Առակաց 19:23-ը մեզ հստակ պարզեցնում է։ Աստծո վախը բերում է կյանք։ Առակաց 8:13։ Նորից եմ կրկնում այս խոսքերը։ Տիրոջ վախը չարություն ատելն է։ Դա նշանակում է ատել չարությունը, հպարտություն, ամբարտավանություն, չար ընթացք, նենգավոր բերան, ատում եմ դրան, ասում է Տերը։ Ամեն։ Առաջի Պետրոս 3-րդ գլուխ։ Առաջի Պետրոս 3-րդ գլուխ։ Որպեսզի այլևս
անտեղյակ աղոթքներ չանես, թե իս տուր իմաստություն, ենքամ իմաստություն եմ խնդրում, իմաստություն չի գալիս, ավելի շատ եմ հիմարանում։ Մենք պետք է նաև այս խոսքերը իմանանք, որպեսզի հասկանանք, թե որն է պատճառը, որ մարդիկ երկարակեց են։ 3-րդ գլուխ 13 խոսք։ Եվ ով ձեզի չարիք պիտի հասցնի, եթե դուք բարիքին հետևակ։ Ով լսեց այս խոսքը։ Բացեք ձեր Աստվածաշնչի 3-րդ գլխի 13 խոսքը Պետրոսի, առաջի Պետրոսի, եւ կարդացեք ինքներդ։ Երբ որ մարդկանց լսում ես եւ ասում են գնացի ստեղ ինձ ուզեցան սպանեն։ Գնացի ընդեղ էլ ինձ ուզեցան սպանեն։ Գնացի մյուս տեղ, ընդեղ էլ ինձ ուզեցան սպանեն եւ գործից դուրս արին։ Ընդեղից գործից դուրս այն, ընդեղից հետևիցս ընկան։ Ինձ ուզում են վատություն անեն։ Միշտ հավատացյալներ կան, որ այսևի նոտա են հղում բողոքի, որ ինձ նա է ուզում վատություն անի, նա է ուզում վատություն անի։ Այն մեկն է ինձ ուզում սպանի, ասում է, որդի բռնեմ պետք է սպանեմ քեզ։ Ձեր իմաստության այդ խնդիր կա։ Տվյալ մարդու կյանքի մեջ իմաստության խնդիր կա, երբ որ անընդհատ քո հետևից ընկած են, կամ էլ դու ես քո հետևից ընկած։ Պետրոս ասում է, ով պիտի ձեզ շարիք հասցնի։ Դա նշանակում է, որ ոչ մեկ չի կարող քեզ շարիք հասցնել, եթե դու բարության ես հետևում։ Եթե դու իմաստությամբ ես շարժվում եւ վարվում, ոչ մեկ քեզ չի կարող շարիք պատճառել, կամ սպանել, կամ ուզենալ, կամ փնտրել քո կյանքը։ Չգիտեմ ինձ այդ համաձայն եք, թե չէ, դա ասում է Պետրոս առաքյալը, դա ես չեմ հնարում։ Պահիր Աստծո վախը եւ դու խուսափած կլինես արհավիրքից։ Ուղղակի պահի Աստծո վախը եւ վերջ։ Երկրորդը խոսքով ես պահում քո կյանքը։ Իմաստուն մարդը խոսքով է պահում իր կյանքը։ Բժիշկների խորհուրդները երկրորդական են, երրորդական են, ասեմ շատ մանավանդ նրանց համար, ովքեր շատ բժիշկների հետ քիչ հարաբերություններ ունեն։ Նրանց մոտ հավատքի խնդիր կա։ Բայց եթե դու պահես Աստծո խոսքը պահես, դու կիմանաս, որ պահել ես քո կյանքը։ Որովհետև նա որ սիրում է կյանքը, նա պահում է խոսքը։ Եվ 91 Սաղմոսում ասում է, որ նա պահում է իմ կյանքը։ Նա պահում է, նա պաշտպանում է ինձ։ Նա պաշտպանում է ֆորոգայթներից, նա պաշտպանում է թրջող նետերից, նա պաշտպանում է քո կյանքը սատկացնող հարվածից։ Որովհետև դու բարձրալին ապավեն արեցիր քեզ եւ հույսը դրեցիր իր վրա։ Այսինքն ճշմարտության խոսքը քո պաշտպանությունն է, որից դու բռնվելու տեղ ունես եւ հավատքի խոսք ասելու տեղ ունես։ Փիլիպեցիների 2-րդ գլխի 16-րդ խոսքը Փիլիպեցիների 2:16 այստեղ գրված է կենաց խոսքը ամուր բռնելով որպեսզի կարենամ պարծենալ Քրիստոսի օրը թե պարապ չեմ քայլե պարապ տեղը չեմ աշխատե կյանքի խոսքը ամուր բռնելով հասկանում եք դա եկեղեցու անուն չի դա Աստծո խոսքն է կենաց խոսքը ամուր բռնելով որպեսզի ես կարողանամ պարծենալ քննարկիր, համաձայնվիր, խորհրդակցիր, դիտարկիր։ Գիտեք, լուծումը խոսքից է գալիս։ Լուծումը չի գալիս քո կարճ խելքից կամ քո մտածած խորհուրդներից։ Խոսքից է գալիս ամեն լուծում, գաղափար է ծնվում խոսքից։ Աճ ու ձախը կողմնորոշվելու համար դա գալիս է խոսքից։ Կյանքը գալիս է խոսքից, բացահայտումները գալիս են խոսքից։ Կարևոր է բռնել խոսքը, կարևոր է իրականացնել եւ կիրառել խոսքը, որպեսզի նա պաշտպանի քո կյանքը։ Հիսուս ասեց իմ խոսքերը հոգի եւ կյանք են։ Ես աղոթում եմ, որպեսզի Աստծո խոսքը դառնա ինձ համար կյանք։
Աստծո խոսքը դառնա ինձ համար հոգի։ Ես նրան կիրառեմ եւ նա ինձ պաշտպանի եւ նա ինձ օրհնի եւ նա ինձ ուղեկցի առաջնորդություն տալով։ Հովհաննես առաջի գլխի առաջի խոսքից մինչև 5-րդ խոսքը ասում է սկզբից էր խոսքը։ Սկզբից էր բանը։ Եվ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր եւ բանը մարմին դարձավ եւ բնակվեց մարդկանց մեջ։ Խոսքը պետք է դառնա իմ ու քո կյանքը։ Ամեն օր դու պետք է մտածես խոսքի ուղղությամբ։ Ամեն օր դու պետք է մտածես եւ խորհես խոսքի ուղղությամբ։ Աստված այս խոսքը տալիս է Հեսուին եւ ասում է գիշեր եւ ցերեկ նրա վրայով մտածիր։ Դեռ Դավիթը ճուներ առաջի Սաղմոսը, որ Աստված խոսած այս խոսքը Հեսու նավեի հետ։ Եվ Դավիթը առաջի Սաղմոսի մեջ ասում է իմ հաջողության ասած Վանիկ աղբոր բանաձևը խորհելն է, խորհրդակցելն է, նրա ուղղությամբ մտածելն է։ Եվ ես հաջողություն կունենամ եւ անպայման ամեն օր պետք է մտածել խոսքի ուղղությամբ։ Մտածել, խորհել եւ մանավանդ կրկնել այդ խոսքերը։ Ես անընդհատ շրջվում եւ խոսում եմ այդ բանը մեր տանը։ Ես խոսում եմ ամեն տեղ դա։ Ես կրկնում եմ ինձ համար այդ խոսքերը։ Ես դավանում եմ այդ խոսքերը ինձ համար։ Ես հրճակում եմ ինձ համար։ Ես դանում եմ միշտ եմ ասում այդ խոսքերը։ Ես անգիր եմ սովորում այդ խոսքերը։ Պատկերացնում եք 89 տարեկան Վանիկ աղբերը 91 Սաղմոսը ասեց, առաջի Սաղմոսը ասեց։ Եկած ծառայությունից հետո, մի եկած ծառայությունից հետո հարցնել դեր ինչի մասին է խոսքը, ինչ որ բան խոդի չի գնում ինչ որ մեկի մեջ։ Բայց ասա թե ինչ բամբասանքի թեմակա ինքը դետալ առ դետալ կբամբասի։ Սա իմաստության պակասի մասին է խոսքը։ Դուր ինձ իմաստուն սիրտ։ Դուր ինձ Աստծո վախը, Տեր։ Մտածիր, կրկնիր, որովհետև այս խոսքերը քո կյանքն է ապահովում։ Չգիտեմ, մտածում եք, երևի մարտի 8-ին պետք է գամ, ինչ որ կանացի ծառայություն անցկացնեմ։ Իհարկե, ես ձեզ մի հատ բան կասեմ, որ միգուցե հիաստափվեք։ Մարտի 8-ը հնարել է Կլարա Ցետկինը, ֆեմինիստ։ Բայց առիթ ենք համարում, որ կանայք իրանց նկատված զգան, շոյված, սիրված զգան եւ դրանով գոնե փառավորենք Աստծուն։ Ամեն։ Ոչ թե Կլարա Ցետկինին հիշենք։ Երրորդ կետը՝ պահիր հավատքը, պահիր հավատքի վահանը։ Իդեք շատ կարևոր է, որ դու պատերազմի ժամանակ վահան ունենաս։ Վահան ունենաս։ Ամբակումի 2:4 ասում է, որ արդարը իր հավատքով պիտի ապրի։ Ամեն։ Իդեք պատերազմի ժամանակ դու կարիք ունես վահանը վեր բարձրացնել։ Հնարավոր է դա թվա քեզ անիմաստ բան, բայց շատ կարևոր է, որ դու պահում ես այդ շիտը, վահանը։ Գիտեք, պատերազմի ժամանակ մարդիկ ինչքան անկապ տեղն են զոհվում, երբ որ չեն ունենում այդ բրոնժիլետները, գոնե որը կարա փախած, այսև գնդակներից ապահովել կամ բեկորներից։ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ գնացին 44 օրյա պատերազմից հետո այցելության մի մայոր էր, չէ՞ կարծեմ Դանիելյանը, մայոր էր, երբ որ այցելեցինք այնտեղ ինք ամբողջությամբ բինտերի մեջ այսև առնաթաթախ մի անկյունը իր բրոնժիլետներ գցած, ամբողջությամբ ցենց իրարա հանեղած, պատրված, խփված, ներև մեր բեկորների տեղը ինչ-որ ռումբ էր պայթե եւ բեկորները խփել էր։ Եվ պատկերացնում եք այդ բրոնժիլետը չլներ իր հակը։ Պատկերացնում եք, որ դուք չունենաք այդ բրոնժիլետը, այդ վահանը, որը պահում է ձեր կյանքը։ Ուղղակի նրան պետք է բարձր պահել։ Հավատքը, եթե վտանգված է, քո կյանքը վտանգված է։ Պետք է ամուր բռնել, այսինքն ինչ է նշանակում հավատքի վահան։
Շատերը մտածում են, թե այդ որտեղ պետք է ես օգտագործեմ այդ վահանը եւ ինչպես եմ ես օգտագործում այդ վահանը։ Վահանը դա սկզբունքորեն բան է, որը խոսքի մասին է գնում հավատքի խոսքի։ Հավատքի խոսքը ունենալով դու պետք է ունենաս սկզբունքային կյանք։ Իրեք շատերը չունեն սկզբունքային պահեր, ընդհանրապես չունեն սկզբունքներ։ Մենք տեսնում ենք դա Եփեսացի 6:16-ը, որովհետև անընդհատ ինչ-որ նետ կարող է ուղղվել քո ուղղությամբ։ Հնարավոր է մոտենաս մեկին մի հատ ապուշ բան ասես ու ասես, ես իմը ասեցի, թող գնա ինքը տանջվի։ Գիտեք, երբ որ դու հավատքի վահան ունես, որևէ մեկի խոսքը չի կարող խոցել քեզ։ Գիտեք, ինչի համար է պետք հավատքի վահանը։ Առավոտյան ինչ-որ մեկ է այսօր արթնացել այստեղ եւ հայտնաբերել է, որ ինքը սաղ սալամատ է։ Եզև ասեմ, ինքը ողջ է, ինքը սաղ է, ինքը կենդանի է։ Գիտեք, շատերը աշխարհում արթնանում են եւ խելագարվում են։ Աշխարհում շատերը արթնանում են եւ ինսուլտ է խփում։ Սրա վառ վկայությունը պարզ օրինակը դա մեր հարազատների մահն էր 40 օրվա ընթացքում հայր եւ որդի առավոտյան արթնացան եւ ինֆարկտ խփեց։ Առավոտյան արթնացավ հայրը եւ ինֆարկտ խփեց եւ մահացան երկուսն էլ։ Դուք չեք կարող ասել թե առավոտյան վեր կգնաք եւ ինչ հարված կմոտենա ձեզ։ Եվ ձեզ հավատքի վահան է պետք։ Հավատք է պետք, որպեսզի արթնանաք անգամ հավատքով։ Շատերը քնում են հավատքով, բայց չեն արթնանում հավատքով։ Սա վախացնող է, ճիշտ է։ Սա խոսում է, որ ինձ ու քեզ Աստծո իմաստությունն է պետք։ Ինչ որ մեկը արթնանում է եւ իմանում է, որ ինքը բանկրոտ է գնացել։ Եվ ասեմ, որ պետք է վերցնել հավատքի վահանը։ Հավատքը ընդհանրապես դա վահան է։ Երբ Աստվածաշնչյան լույս է ստանում, դու ստանում ես համոզմունքներ, դու ստանում ես դասեր։ Խնդրում եմ, անջատեք ձեր հեռախոսները։ Գիտեք, եկեղեցում ոչ մեկ չի կարող ավելի կարևոր լինել, քան Աստված։ Որևէ մեկի զանգը, որին ես չեմ սպասում անգամ։ Ես սպասում եմ Տիրոջ պատասխանը։ Ես սպասելով սպասեցի եւ Տիրոջը սպասեցի։ Հիսուս ինքը ճաշակել է իմ ու քո մահը, ժողովուրդ։ Հիսուս ճաշակել է իմ ու քո մահը, Եբրայեցիների 2-րդ գլխի 9-րդ խոսքը։ Նայեք, ստեղ ինչքան գեղեցիկ իլյուստրացիա կա։ 2:9 Սակայն Հիսուսը փառքով եւ պատվով պսակված տեսնում ենք, որ հրեշտակներից մի քիչ վար արեց։ Եղած ժամանակ, որ հրեշտակներից քիչ վար եղավ մահվան չարչարանքների համար, որպեսզի Աստծո շնորհքովը, որովհետև շնորհքով ամենքի համար ինքը մահ ճաշակեց։ Ստեղ կան մարդիկ, որոնց վերաբերվում այս խոսքը, որովհետև այստեղ գրած է ամենքի համար ինքը մահ ճաշակեց։ Ինքը մահացավ, որպեսզի թույլ չտա, որ դու մեռնես։ Հասկանում ես, մահը դա մի րոպեական բան է, ակնթարթի բան է։ Կար եւ չկա, իմանում ենք եւ արթնանում ենք, իմանում ենք ինչ-որ մեկը մահացավ։ Երբ որ ժամանակին կգա մահը, այն ժամանակ դու պատրաստ կլինես դրան։ Մի ժամանակը չի շատերի համար։ Եվ ես արգելում եմ այդ մահը, այս տարվա մեջ, որևէ մեկի կյանքի մեջ։ Ողբերգական մահերը, դա Հիսուս արեց։ Ինքը ողբերգական մահ ընդունեց, ժողովուրդ։ Իրեք Հիսուսի դեմքը ամբողջությամբ ջարդված էր։ Խփված եւ արյուն էր, իր գլխից արյուն էր, դեմքից արյուն էր, մարմնից արյուն էր, ամեն տեղերից արյուն էր, ոտքերից արյուն էր, ձեռքերից արյուն էր։ Դա ողբերգական մահ է, ժողովուրդ։ Ու դուք պատկերացնում եք ձեր մի տեղը ցլեպ է տալիս ու արյուն է գալիս։ Դուք աշխատում եք կանգնացնել այդ արյունը։
Ինչ որ մեկը անգելա վթարի մեջ կամ խնդիր ունեցե եւ կամ կտրելա եւ արյունը կանգ չի առնում, դա հավատարի մահ է։ Ու բայց պատկերացնում եք դա ողբերգական մահ է, որ Հիսուս ինքը կրեց իմ ու քո համար, որ ես ու դու չառնահոսենք։ Չգիտեմ ով է հասկանում, թե ինչի մասին է խոսքը, բայց դա քո այդ տեղի չի ունենա, որովհետեւ Հիսուսի հետ դա տեղի ունեցավ։ Ժամանակից շուտ դու չես մեռնի, որովհետև դա Հիսուսի հետ տեղի ունեցավ։ Ինքը ժամանակից շուտ մահացավ։ Իրականում շատ երիտասարդ 33 սա կյանքի ամենածաղկուն շրջանն է մարդու։ Ով ալսում։ Հիսուսի սիրտը տրակեց, որ քունը չտրակի։ Դա ինֆարկտ էր, դա ապշիրնի ինֆարկտ էր։ Դա նրա համար է, որ քո մատը փուշ չմտնի անգամ։ Դա ողբերգական մահ էր։ Որպեսզի ես ու դու չունենանք, որպեսզի դու չունենաս։ Ովքեր խաչեցին Հիսուսին, անաստված մարդիկ։ Աստված ունեցող մարդը չէր խաչի Հիսուսին։ Անօրեն մարդիկ խաչեցին Հիսուսին։ Դրա մասին քարոզում է Պետրոս առաքյալը։ Գործ 3-ում, երբ որ ասում անօրեն մարդիկ վերցրեցին եւ խաչեցին։ Ինչ մարդիկ խաչեցին, ամբարիշտ մարդիկ խաչեցին Հիսուսին, ճիշտ է։ Չարագործ մարդիկ վերցրեցին եւ խաչապայտին գամեցին Հիսուսին, ճիշտ է։ Դա նշանակում է, որ որևէ մի անօրեն մարդ իրավունք չունի քեզ սպանի։ Եվ որևէ մի ամբարիշտ մարդ չի կարող քեզ սպանել։ Որևէ մի անաստված մարդ չի կարող քեզ վնաս տալ։ Որովհետև դա արեցին Հիսուսի հետ եւ Հիսուս վերցրեց այդ բանը իր վրա, որպեսզի դա տեղի չունենա իմ ու քո հետ։ Այդպիսի մարդկանց թույլատրված չի քո կյանքը վերցնել։ Որևէ մի ահաբեկիչ իրավունք չունի քեզ սպանել։ Եվ մարդիկ միտեղ են հավաքվում եւ ինչ-որ մի ապուշ ահաբեկիչ իրան պայթացնում է եւ կողքերին մարդիկ են մահանում։ Դա քո այդ տեղի չի ունենա։ Հնարավոր է ասեք դա իմ հետ ոնց կարա տեղի ունենա։ Ես ապրում եմ մի փոքր Ստեփանավանում, ես ապրում եմ իմ քաղաքում, ստեղ ոչ ծերարիստ կա, ոչ մարդասպան կա։ Գիտեք, դուք չգիտեք թե վաղը ուր կարող եք գնալ եւ որտեղ կարող եք լինել։ Այն օրը, որ պետք է Լաուրան եւ Լուսինեն թռնեն Մոսկվա Բլագավեշենսկ ընդեից է։ Այդ օրը այնտեղ ցերակտ է տեղի ունենում։ Այրոպորտում, օդանավակայանում։ Պատկերացնում եք, իրանք լինեն այն ժամին, այն պահին, որ պայթունը տեղի ունեցավ, եւ մոտ լինեն այն վայրին, որտեղ պայթուցիչ է դրված։ Պատկերացնում եք, մենք իրանց ուղարկել ենք դպրոց, բայց ուրիշ բան է ստացվում։ Հնարավոր է ասեք, թե դա ինձ հետ այդքան կապված բան չի, բայց տեսեք իրանց հետ էլ չէր կապված բան, բայց նույն օրը այնտեղ ահաբեկչություն է տեղի ունենում, նույն օդանավակայանում, որտեղ իրանք են։ Երեխա գողացողներ, ձեր երեխաներին երբեք չեն գողանա, որովհետև սա դառնում է համար առաջի վտանգ աշխարհի մեջ։ Օրգանների համար։ Մենք ուղարկում ենք դպրոց մեր երեխաներին։ Մենք ուղարկում ենք այստեղ, այնտեղ եւ դուք չեք կարող լինել միևնույն ժամանակ ամենտեղ։ Բայց Աստված կարող է պաշտպանել քո երեխաներին, երբ որ դու հրճակես այդ խոսքը։ Հարված չի մոտենա իմ բնակարանին։ Իմ երեխաներին չեն գողանա։ Չեն առևանգի եւ սրա մասին Պողոս առաքյալը այսպես բարձրաձայնում է շատ նամակները միրա մարդ գողացողներ ում ուզում է փնտրեն ում կյանք ուզում է փնտրեն բայց ոչ քո կյանքը իմաստություն դուր Տեր մեզ Մատթեոս 8-րդ գլուխ 17-րդ խոսք որպեսզի Եսայի մարգարեության միջոցով ասված խոսքը կատարվի
Նա մեր հիվանդությունները վերցրեց եւ մեր ցավերը կրեց։ Ինչ որ մեկը բժշկվելու կարիք ունի։ Ինչ որ մեկը հավատալու կարիք ունի այս խոսքին եւ բժշկություն ընդունի։ Բոլոր հիվանդությունները, որ երբևիցե կան այս աշխարհում, դա չպետք է քո վրա լինի։ Դա պետք է իր տեղում լինի խաչի վրա։ Նրա վերքերի մեջ։ Հասկանում եք եկեղեցի, եթե ուզենա հիվանդությունը քեզ փնտրի, դու իրան պետք է ասես, «Զա քո տեղը չի»։ Քո տեղը նրա վերքերի մեջ է։ Նա իր վերքերի մեջ վերցրեց մեր ցավերը, մեր տկարությունները եւ գամեց խաչապայտին։ Ամեն։ Դրա համար պետք է պահել այդ վահանը։ Պետք է բարձրացնել այդ վահանը։ Դա համոզմունք է, որ դու պետք է ունենաս հավատքի համոզմունք, որ այդ հիվանդությունները իմ մարմնի մեջ չեն կարող տեղավորվել։ Նրա տեղը իմ մարմինը չի։ Նրա տեղը քո մարմինը չի։ Նրա տեղը քո գլուխը չի։ Նրա տեղը քո սիրտը չի։ Հիվանդության տեղը քո լյարդը չի։ Հիվանդության տեղը Հիսուսի վերքերի մեջ է։ Երբ որ նրանք կգան քո մոտ, ուղարկի Հիսուսի մոտ։ Սա է համոզմունքը, երբ որ դու ունես հավատքի համոզմունք, դու համոզված ես, որ հիվանդությունը տեղ չունի քո կյանքի մեջ։ Նա տեղ չունի քո ոտքերի մեջ։ Նա տեղ չունի քո աչքերի մեջ։ Նա տեղ չունի քո վահանաձև գեղձի մեջ։ Այսօր շատերը որ չեն եկել հիվանդ են, նրանք կարիք ունեն գային այստեղ։ Եվ հիվանդության ասեին, որտեղ է քո տեղը։ Ում հետ չի խնդիրներ եղել։ Ում հետ չի եղել նման բաներ, բայց ամեն բան հաղթում ենք նրանով, ով մեզ սիրեց։ Չորրորդը մերժել վախը։ Մերժել վախը։ Հոբի 3-րդ գլուխ։ Վախը այնքան բան է, որ ամեն մարդ այդ վախի հետ առնչվում է ամեն օր։ Ամեն օր։ Ուզում ես տունը տապկած միտեղ։ Մտի չուլան, ընդեղ տապկած։ 3-րդ գլուխ։ Ընդեղ թաքնվի եւ ասա, որ ես ապահով եմ։ Մեկը վախը քեզ կգտնի։ Չորսերորդ խոսքը, որովհետև կերակուր ուտելուցս առաջ իմ հեծությունս է գալիս, ու իմ աղաղակներս ջրի պես են հոսում, որովհետև ինչ բանից որ շատ կվախենայի, ասեք շատ, մարդիկ անընդհատ իրանց բառապաշարի մեջ վախ, ցավալուս միտեղ էլի ասի, վախ, նա ինձ հանդիպեց, և ինչ բան, որ երկյուղ ունեի, նա ինձ ասավ, ոչ խաղաղություն ունեմ, ոչ հանգստություն, և ոչ հանդարտություն, բայց թշվառություն է գալիս իմ վրա, վախի պատճառով, ասում է Հոբը, դու պետք է մերժես վախը, որովհետև նա Երկրորդ Տիմոթեոսի առաջի գլխի 7-րդ խոսքում ասում Աստված մեզ չտվեց վախի հոգի։ Աստված մեզ չտվեց վախի ոգի։ Աստված մեզ տվեց սիրո հոգի, զորության հոգի եւ զգաստության հոգի։ Երբ որ դու պարկում ես շան հետ քնելու, առավոտյան արթնանում ես նրա ոչիլների հետ։ Երբ որ դու պարկես վախի հետ, առավոտյան կարթնանաս դևերի հետ։ Եվ ոչ մեկ չի կարող զերծ մնալ վախից, դրա համար գոյություն ունի հավատքի վահան, գոյություն ունի սեր, գոյություն ունի իշխանություն, ողջամտություն։ Երբ որ վախին դու տեղի ես տալիս, Աստված դառնում է անկարող։ Մենք վախով կանչում ենք սատանային եւ վախով կանչում ենք դևերին։ Մենք հավատքով կանչում ենք Աստծուն եւ հավատքով կանչում ենք հրեշտակներին։ Որովհետեւ Աստված կանգնած է իր խոսքերի հետևին։ Երբ որ դու կանգնած ես իր խոսքը
եւ բռնած ես իր խոսքի վրա, այն ժամանակ Աստված այցելում քեզ, այն ժամանակ հրեշտակներն են գործում քո կյանքի մեջ։ Բաներ կան, որ մարդիկ անում են, իսկ Աստված անօգնական է։ Ես վրդովում եմ, երբ որ լսում եմ այդ բառը շատ։ Այդ բառը շատ լսում եմ։ Մանավանդ հավատացյալներից վախում եմ։ Մազը ներկելուց ասում եմ վախում եմ գույնը չբռնի տոշնի։ Մտավախությունն է, որ եղունգնես լավ չպետք է շինի։ Ես չեմ ասում, ստեղ դա լաուրետ է կապված։ Ես լսում եմ ամեն տեղ այս զրույցները, այս խոսակցությունները։ Շուտ գնամ, որ վախում եմ չփակվի խանութը կամ չգիտեմ ինչը, չփակվի։ Վախ։ Մի քայլ անելուց առաջ վախենում եմ անեմ։ Հավատքով արա քայլ։ Փոխի վախը հավատքի հետ։ Փոխի սատանային Աստծո հետ։ Սատանային ասա դու պետք է հեռանաս, Աստծուն ասա դու պետք է լինես իմ կյանքի մեջ։ Աստված պետք է լինի իմ կյանքի մեջ եւ խոսք եւ զրույց անգամ չի կարող լինել։ Կերակրիր քո հավատքը, սպանի քո վախերին, սպանի քո կասկածներին։ Ամեն անգամ դու կարող ես մտնել զուգարան եւ սատանան քեզ վախ բերի, այսօր դու արյուն ես մեզելու։ Ասա որ դու ես մեզելու արյուն։ Երբ որ սատանան ասում է, որ դու ինսուլտ կստանաս, ասա դու ինսուլտ կստանաս։ Այդ տրոմը քո գլխի մեջ կաչի։ Երբ որ սատանան գասի, որ քո մոտ էլ ուռուցք է հայտնաբերեն, իմացի, որ այդ ուռուցքը իր մեջ է։ Գիտեք, ես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր ռակ չունեն եւ միտեղը ցամ ասում հաստատ ռակ է։ Առաջի երթին վախով իրանք հրավիրում են, որ սատանան սերմ ցանի այնտեղ։ Մերժի Հիսուսի անունով։ Կերակրի քո հավատքը։ Միանգամից դիագնոզ մի դրեք։ Սատանան ասում է, ինչ հիվանդություն ես ուզում, երբ որ միտեղը ցամա։ Դու ասում ես, օհո, ռակից բացի, ուրիշ կարայից է տեղնի։ Եվ իմ մերս, ինչ տեղ, որտեղ հանկարծ սկսեր ցավալ, ասում է, հաստատ սա ռակ է։ Միոման գարոխի հատիկից դարձավ խազի ձվի չափ։ Ինքը ասում էր, սա ռակ է։ Իսկ մի օր ես ծոմապահությամբ այնտեղ էի եւ ձեռքս դրեցի եւ հրամայեցի Հիսուսի անունով։ Ամբողջությամբ միոմա 3 օրվա մեջ մաշվեց։ Գիտեք, կապ չունի ռակա թե միոմայա, նա պետք է հեռանա Հիսուսի անունով։ Նա պետք է մաշվի Հիսուսի անունով։ Նրա արմատը պետք է չորանա Հիսուսի անունով։ Եվ դա քո խոսքերի մեջ է։ Քո բերանի վրա է այդ հավատքը։ Դա է իմաստությունը, երբ որ դու ունես սկզբունք եւ ասում ես ես այստեղ եմ եւ դու պետք է հեռանաս ռակ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Այդքան էլ լավ չէ, որ դու այդքան բան գիտես։ Ումա պետք որ դու այդքան բան գիտես ու հիմարություններ են լրիվ։ Եվ քո իմացած բաները քեզ վախի մեջ են պահում։ Այն բանի մեջ է մտնում, այն բանից է դուրս գալի, այն սաղ օրգանիզմի կենսաբանությունը գիտեն շատերը։ Եվ գիտեն էլեմենտար են, մանր, փոքր, այն ատոմների չափ բաներից հետ գիտեն եւ գիտեն որ դեղը, ինչ դեղը, չէ, սավինի բուժում չկա։ Եվ սա վտանգ է, որ դու ամեն ինչ գիտես։ Ես համարում եմ, որ դա հիմարություն է, որ դու ամեն ինչ գիտես։ Եվ չգիտես միակ իմաստության աղբյուրը։ Ես գտնում եմ, որ դա քո իմացածները զիբիլա, որովհետև սա է Աստծո խոսքը, եւ սա է հավատքի աղբյուրը, որ ինձ վստահեցնել է տալիս, եւ ես կարող եմ լինել, այո, անուսում եւ անկիրտ մարդ, բայց ունենամ Աստծո հավատքը։ Ունենամ սկզբունքներ եւ սկզբունքային մարդ լինել։ Բայց դու իմանաս ամեն բաները, ամեն ինչ գիտենաս, բայց դա քեզ շոքնի։ Վտանգ է սա վտանգավոր բան է։ Ես չեմ վախեցնում ձեզ։ Երբ որ դու ասում ես սա ռակ է,
Դու գնում ես շատ հեռու։ Դու դուրս ես գալի Աստծո տարածքից։ Աստծո տարածքում չկա այդ ձևի բառ, այդ ձևի տերմին չկա, ռակ։ Աստված ինչ որ դու տեսնում ես ռակ, նա տեսնում է ոչնչացված։ Երբ որ դու տեսնում ես այդ խնդիրը, Աստված տեսնում է այդ խնդրի լուծումը։ Երբ որ դու այստեղ ընկար փոսը, Աստված տեսնում է ելքը։ Երբ որ դու այստեղ մտնում ես թունել, Աստված տեսնում է ելքը։ Ինչ որ մեկը թող ասի ամեն։ Երբ որ դուք ասում եք եւ ձեր վախերի անունները տալիս եք, դևերը լսում են իրանց անունները եւ ասում են մենք այստեղ ենք։ Մի ասեք իր անունները։ Մի տվեք դևի անունները, ոչ հայհոյանքով, ոչ հիվանդության տեսքով։ Մի խոսացեք։ Ինչքան բժշկական տերմիններ գիտես, բայց հավատքի ոչ մի խոսք չգիտես եւ չես ապրում։ 5-րդը պահիր դրական հռչակումը։ Սա կարևոր է, որ ես դու պահենք հավատքի խոսքը։ 2 Կորինթացիների 4:13-ում գրված է հավատքի միևնույն հոգին ունենք, որ գրված է ինչպես եւ հավատացի եւ դրա համար խոսացի։ Հավատացի դրա համար խոսացի։ Պահիր դրական հռչակումը։ Հավատացիր, ինչ հավատացիր, դա էլ խոսացիր։ Ինչ հավատացիր, դա էլ դավանեցիր։ Ինչ հավատացիր, դա էլ հռչակեցիր։ Ինչին դու հավատում ես, դա էլ խոսում ես։ Դա բերում է համապատասխան գործողություն։ Կամ բերում է դևերին, կամ բերում է վախը, կամ բերում է խոճապը, կամ բերում է հավատքը։ Հավատքի մեջ իշխանության էլեմենտներ ես հայտնաբերում, որովհետև հավատքը ինքը իր մեջ իշխանության էլեմենտ ունի։ Եսայի մարգարեն 44-րդ գլխի 26-րդ խոսքը այսպիսի մի բան ասում. Իմ ծառայիս խոսքերը հաստատում եմ։ Սեղ մարդ կա, որ իր ծառան է եւ ինչ որ բան ասում, Աստված ուզում է հաստատի քո խոսքերը։ Ուզում է քո հավատքի խոսքը հաստատի, որ դու ես ասում։ Իմ դեսպաններիս խորհուրդն եմ կատարում։ Ես եմ, որ Երուսաղեմի համար ասում եմ, պիտի բնակվի, եւ Հուդայի քաղաքների համար թե պիտի շինվի, ու նրա ավերակները պիտի վերաշինեմ։ Ով է լսում ինչ կարդացի։ Ես կհաստատեմ բոլոր այն խոսքերը, քո խոսքերը, որ դու ասում ես։ Եթե ասում ես նա պիտի բնակվի, ես կհաստատեմ այդ խոսքը։ Եթե ասում ես ես նրանք շինեմ, նա պիտի հաստատի այդ խոսքը։ Եթե ասում ես ես չեմ մեռնելու, ինքը պիտի հաստատի այդ խոսքերը։ Եթե ասում ես ես պիտի ապրեմ, նա հաստատում է քո խոսքերը։ Եթե ասում ես ես պիտի գնամ, ես պիտի հաղթեմ այնտեղ, նա հաստատում է այն խոսքը։ Աստված ուզում է հաստատել իր ծառաների բերանից դուրս եկած խոսքը։ Խոսք ասա հավատքի եւ Աստված քո բերանի հետ է։ Եվ Աստված պիտի հաստատի քո բերանի ամեն դավանությունը, մարգարեությունը, հռչակումը, խոսքը, որ դու ասում ես։ Շատերը չհասկացան ինչ ասեցի։ Աստված փնտրում է իմ քո բերանի խոսքը։ Աստված նայում է թե ինչ ես խոսում դու։ Անցած շաբաթ ես ասեցի, որ դու բացասական դավանություն ես անում, քո ձայնը օծված է։ Գիտես, քո ձայնը օծված է, կարող այդ խոսքը ավերել քեզ։ Որովհետև դա օծված խոսք է։ Մեկին ասես եւ այդ խոսքը օծված է, կարող է այդ մեկին շուռ տալ։ Դրա համար խոսա Աստծո խոսքը, դավանի Աստծո խոսքը եւ ասա ամենալավ բաները։ Ոչ թե դրական բառեր, այլ Աստվածաշնչի խոսքը։ Արդարները, Աստծո խոսքը, արդարի մասին ասում է, նրա սերունդը զորավոր կլինի երկրի վրա։ Դու պետք է անընդհատ խոսաս այդ խոսքերը, որ իմ սերունդը, իմ երեխաները, իմ թոռները, իմ ծոռները, նրանք զորավոր կլինեն երկրի վրա։ Նրանք ուժեղ կլինեն երկրի վրա։ Նրանք, երբ որ ես նստեմ սեղան, կշրջապատեն իմ սեղանը։ Եվ նրանք կլինեն ձիթենիների նման, զեյթունի ծառների պես,
Անընդհատ յուղոտ, անընդհատ կանաչ, անընդհատ բերք եմ բերեմ։ Ով է լսում։ Եթե դու արդար ես, դու պետք է այս խոսքը ասես։ Եթե դու ունես հավատք, դու պետք է այս խոսքերն ասես, որ Աստված քո խոսքերի վրա պեչատ դնի։ Արդարի սերունդը զորավոր է երկրի վրա։ Նայ քո երեխաների թշվառ վիճակը, նայ քո երեխաների աշխարհիկ վիճակը եւ ասա, իմ սերունդը ուժեղ է լինելու երկրի վրա։ Իմ սերունդը պիտի կանաչ լինի, իմ սերունդը պիտի լինի օծված, իմ թորները պիտի լինեն օծված։ Խոսա այդ խոսքերը, Աստված կպեչատի քո խոսքերը։ Ուզում եմ որ ասես, ես կունենամ, ես կկառուցեմ, իմ միջոցով կկառուցեմ, ես կլինեմ կառուցող, Աստված կկառուցի քո խոսքերի միջոցով։ Երուսաղեմը պիտի շինվի, պիտի բնակվի այնտեղ, վնաս չի հասնի։ Խոսա այնպես, ինչպես ուզում Աստված խոսաս։ Մահը եւ կյանքը Առակաց 18:27 խոսքը լեզվի ձեռքինը։ Մահը եւ կյանքը, մահ խոսաս քո լեզվի ձեռքինը, կյանք խոսաս քո լեզվի ձեռքինը, կստանաս թե կյանք, թե մահ, բայց չես կարող ստանաս երկուսը իրար հետ։ Խոսա կյանք, խոսա կյանք, մտի փողոց մտի, քո փողոցը դուրը չի գալիս, խոսա քո փողոցի մասին, թող ասֆալտապատվի Հիսուսի անունով այստեղ։ Թող իմ շրջապատում կանաչը ավելի շատանա, կանաչապատում ավելի շատանա։ Խոսա Հիսուսի անունով, խոսա քո քաղաքի վրա, կյանք խոսա քո քաղաքի վրա։ Այս ինչ մեռած քաղաք էր, մեռած վիճակ է։ Մտնում ես խանութ, ասում ես ոնց է գործը, մեռած է։ Մեռնում է, իր խոսքերով իր խանութի առևտում մեռնում է, մեռած է այսօր, կլեն չկա, մեռած օր է այսօր։ Կյանք խոսացեք, առավոտից կյանք խոսացեք, թող կլենտները գան, առևտուրը գա, առևտուրը այսև շրջանարվի Հիսուսի անունով։ Դե, քանի որ դա ձերը չի, դա ձեր ոտներն է չի։ Բայց երբ որ մենք շարժվում ենք այդ ճանապարհով, ես անընդհատ բողոքում եմ այդ փողոցներից։ Քանդվածը ավելի է քանդված դառնում։ Բայց երբ որ ասում ես Հիսուսի անունով, թող շինվի այս փողոցը, թող կառուցվի, թող վերանորոգվի, անցնում է կարճ ժամանակ, տեսնում ես մարդիկ ինչ-որ տարօրինակ ապարատուրաներով ինչ-որ բան են գցում, չափում, եւ իմանում ենք, որ Արմանիսի այդ ճանապարհը, որով մենք անընդհատ գնում ենք, ասֆալտապատման են ենթարկում այս տարի։ Ես Ռաֆի փողոցով էլ քիչ չեմ գնում, Ռաֆի փողոցն էլ է վերականգնում։ Չարենցով մի երկու հետ գնացինք, ասենք թող շինվի ու գնացինք այդտեղից։ Եվ երկու անգամ շինեցին։ Չեք հավատում ինձ, դա ձեր խնդիրն է։ Դա մա ձեր թաղերի վիճակը քանդված է, իսկ մեր թաղերը շինվում է։ Ես արդար եմ եւ համարցակ ինչպես առյուծ։ Արդարները մեղավոր չեն, մեղավորներ չեն, նրանք ոնց որ ասում մադաբուկոն, ես մեղավոր չեմ, որ մրսեմ։ Արդարները չպետք է մրսեն։ Խոսացեք այդ բաների մասին։ Խոսացեք ձեր ձմեռվա մասին։ Խոսացեք ձեր դատարկ բանկեքի մասին, խոսացեք, թող կյանք գա այնտեղ։ Երբ որ կյանք կա, այնտեղ կռիսներ են հայտնվում, մկներ են հայտնվում։ Հետո հրամայեք, որ այդ մկներն ու կռիսները անհայտանան։ Ես հիշում եմ Լեստեր Սամրալը, հավատքի 6 կետ էր խոսում տարիներ առաջ։ Շատ չեմ հիշում կետերը, բայց ինձ վրա տպավորված էր, շատ ուժեղ տպազդված է ես։ Երբ որ Հովարդ Կարտերին երկրորդ համաշխարհայինի ժամանակ առաջի համաշխարհային ժամանակ կնեք պատերազմ են կանչում, ինքը չի գնում, իրան բան տարկում են։ Եվ այդ բանտի խցի, այդ պատալոգից, այդ առաստաղից ջուր է կաթում գլխին։ Աղոթում ասում, Աստված ջան, ասա այդ ջրի կաթիլները այդտեղից հեռանան, Աստված ասում է դու ասա։ Դու ասա, ես քո խոսքերի հետ եմ։ Եվ նայում է վերև ու հրամայում է Հիսուսի անունով. Հեյ ջրի կաթիլներ, այլևս սեր չկաթակ։ Կարան գնան ուրիշ տեղ կաթան։ Եվ ասում է ջրի կաթիլը կախվեց ու մնաց, չկաթած։
Սա ասում է գիտության խոսքի առաջի հայտնությունն էր իրա։ Ամեն։ Կստանաս այն ինչ որ ասում ես։ Այն որ ասում այն կստանաս։ Իրոք կստանաս։ Իրոք կստանաս 40-րդ Եսայի 40-րդ գլուխը այստեղ գրված է 31 խոսքը բայց Տիրոջ ապավինողների ուժը պիտի նորոգվի իմ ուժը պիտի նորոգվի որովհետև ես ապավինում եմ Տիրոջը ապավինողների ուժը պիտի նորոգվի Տիրոջ ապավինողների ուժը պիտի նորոգվի գնա եւ խոսա ասա իմ ուժը պիտի նորոգվի որովհետև ես ապավինել եմ քեզ Ես ապավինում եմ քեզ Տեր ես ապավինում եմ քեզ Իմ ուժը պիտի նորոգվի Իմ ուժը ինձ չի լքելու Ես շուտ չեմ ծերանալու Ես շուտ չեմ մեռնելու Իմ ուժը շուտ չի թողնելու ինձ Ես ավելի եմ ուժեղանալու 40-31 ժողովուրդ 40-31 Ասա դա եւ դա կգա Ասա դա եւ դա կարձագանքվի Եվ նրանք արծիվների թևերի վրայով վեր պիտի ելնեն, սա լիրիկական բան չի, խոսքեր չի, սա հավատքի խոսքեր է, պիտի վազեն, չեն թուլանալու, պիտի քայլեն, չեն հոգնելու, հոգնեցի, մի քիչ քայլում, հոգնեցի, դու ոչ կհոգնես, ոչ կթուլանաս, քո ուժը կնորոգվի, ուղղակի ասա այդ խոսքերը, այս աշխարհը ստեղծվել է խոսքով, Աշխարհը ստեղծվել է խոսքով։ Անցած կիրակի ես ասում եմ, որ աշխարհը, որի վրա դու կանգնած ես, զորությամբ է ստեղծվել։ Ես չգիտեմ սա ում համար է ինչ-որ հայտնություն, բայց սա ուժեղ խոսք է ինձ համար։ Ես կանգնած եմ մի աշխարհի, մի երկրի վրա, որը ստեղծված է զորությամբ։ Ավելի բան ասեմ, երկու անգամ ասել եմ, երրորդ անգամ կկրկնեմ։ Աստված ասեց, լույս լինի։ Եվ եղավ, այսօր առավոտյան արդեն նոր եղանակի տեսություն, արեգակի վրա նորից էլի բան է պայթել, արեգակը դեպրեսիվ է այսօր, ամեն վերնագիր կդնեն, որ հետաքրքիր, արեգակը դեպրեսիվ է այսօր, Արեգակը դեպրեսիվ այսօր։ Գիտեք, ինչքան մարդը կարդում այդ խոսքերը հիմա։ Ինչքան մարդը հավատում այդ խոսքերին եւ ինչքան մարդը ասում այդ խոսքերը եւ այդ արեգակի դեպրեսիան սկսում է անդրադառնալ նրա վրա ով ասել այդ բառը։ Աստված ասեց եւ եղավ, չէ, Աստված տեսավ, որ բարի է։ Արեգակը Աստված ասեց, լինի, լույս լինի եւ եղավ, Աստված ասեց եւ Աստված ոչ մի բան դեպրեսիվ չի ստեղծում։ Արեգակը դեպրեսիվ չի ստեղծում, որովհետեւ Աստված տեսավ, որ բարի է։ Չէ, ստեղ չեն հասկանում, ստեղ գամ։ Աստված տեսավ, որ բարի է, ժողովուրդ։ Արեգակը բարի է։ Կոմունիստներն էլ էին հավատում, որ արեգակը բարի է։ Եվ ասում են навсегда будет, չէ, будь всегда, навсегда, пусть всегда будет солнце, չէ, будет мама, будет небо, չէ նրանք էլ էին արևի վրա ասում, մենք էլ ունենք հայկական է ձև կոմունիստական ժամանակներում երգ, զիզի արև վեր եկ, սիրուն կարիվ վեր եկ, Հասկանում եք այդ արևն էլ ազիզի, վանիկ աղբեր։ Եղբայրները ասում վանիկ աղբեր, ասում վանիկ աղբեր զիզի է։ Ասում ես ինչ են ասում։ Հասկանում եք, Աստված ինչ որ արեց, տեսավ որ բարի է, ոչ թե դեպրեսիվ է։ Եվ այդ ժուրնալիստը մտածեց, որ դա դեպրեսիա է։ Շոկ է տանում, կամ ներվայնացած վիճակ արևի մոտ։ Արևը կոնկրետ մեզ համար է ստեղծված, որ ոչ թե դեպրեսիա բերի, այլ մեզ տաքացնի։ Եվ շատ բաներ անի, եւ դուք նայած ես վիտամին D ստանով շատ ժամանակ։ Արեգակնային պանել ունես քո մեջ, որով դու լիցքավորվում ես եւ Աստված քեզ լիցքավորում է։ Եվ մի բան ասեմ ձեզ, աշխարհը ստեղծվել է ոչ միայն խոսքով, այլ ձայնով։ Ձայն, ասեք ձայն։ Ոչ թե ձայնը չես կարա իր բերանից հանես։
Երբ որ պետք է աղոթել, ես անցած Կիրակի այնտեղ եմ, աղբերներն եկան, չգիտեմ այնտեղ ինչ բազար էր, այն հետ էին։ Նույնց էին աղբերները խոսում, ասես լուրջ եմ ասում, բա ուսանցից ամեն մեկ աղոթի։ Գիտեք, ամեն մեկը իր ձևով է մտածում։ Աղբերներս դի եկեղեցում սուս փուս ձկան նման են։ Ձուկը, որ սենց է, ոչ մի բան տեղի չի ունեն։ Բայց եթե եղբայրը որոշի, բայց եթե տղամարդը որոշի, որ պետք է մի բան բլթացնի, Աստված սիրում է լսել իր ձայնը, բասը սիրում է, Աստված սիրում է բասը, Աստված սիրում է եղբայրներ, երբ որ դուք ասում եք, երբ որ դուք աղոթում եք, ձեր ձայնը բարձրանում է, չէ իմ ձևը սենց է, Աստված քեզ այդ ձև չի ստեղծել, Աստված քեզ ստեղծել է ունենաս բաս, բարիտոն ձայն ունենաս, Աստված չի սիրում, որ տղամարդիկ սոպրանոին են, աղբերներ, դուք տղամարդ եք, տղամարդիկ դուք եղբայրներ եք, ինչ չեք հավատում, ինչ չեք հավատում, եթե դուք բացեք ինձ հետ Հռոմեացի 10-17 խոսքը, դուք գիտեք չէ որն ասա, հավատքը գալիս է ինչից, լսելը Աստծո խոսքից, հետո դուք ստեղ կանգ մեկ արմի, շարունակեք 18 խոսքը կտեսնեք հետաքրքիր մի բան, միթե չլսեցին, մանավանդ բոլոր երկիրը ելավ, նրանց հնչյունը, նրանց խոսքը մինչև աշխարհի ծայրերը, ինչը լսվեց նրանց, խոսքը, ինչ կատարվեց նրանց հետ, հնչյուններ, որ իրանք արձակեցին, Աստված խոսք ասեց և Աստված իր ձայնը հնչեցրեց, հնչեցրեք ձեր ձայնը, եթե դուք լսել եք հավատքի խոսքը, հնչեցրեք դրան, երկիրը աշխարհը ստեղծված է հնչյունով նաև, նրա խոսքը չի կարող դուրս գալ առանց հնչյունի, եթե սատանան չի կարողանում քեզ խանգարել, դու պետք է սա ասես, եթե նա քեզ չի կարող խանգարի, սատան խանգարում է շատ են խոսան, ասեն, արտահայտվեն, դե մենք այդ ձև ենք, մենք չենք, ոչ արտահայտվեք, գաղտնիք կա սրա մեջ գաղտնիք կա, քիչ հետո ես դրան կգամ, շատերը խոսում են աղետի ժամանակ, շատերը խոսում են անհաջողության ժամանակ, մի խոսացեք աղետի ժամանակ վատը, մի խոսացեք անհաջողության ժամանակ վատը, քո ձայնը, որը հնչում է, նա հնչյուններ է կրում, գնում և քո խոսքը սկսում է իրականացնել դա, սկզբումն էր խոսքը Աստծո մոտ էր, խոսքը Աստված ասեց, խոսքը մարմին դարձավ, Աստված ասեց և Աստված տեսավ, որ դա բարի, Աստված խոսած, ես ու դու պետք է խոսանք, ես անցնում եմ շատ առաջ, շատ առաջ. Շատ առաջ եմ անցնում. Կետեր կա թողնում եմ, լուրջ թողնում եմ, ժամանակ չկա. Երեք կետ կասեմ, բայց կաշխատեմ ոչինչ, դուք հաջորդ կետը կարագեք, չգիտեմ որ կետն է մինչև հասել ձեզ. ախր սաղ լավն են, ես որ ասում, լավ, երեք կետ եմ ասում ձեզ, դուք կարակ շարունակեք հաջորդ կետը, ստեղ իմ մոտ 8-րդ կետն է, բայց դուք գրեք 6-րդ կետ, սա կարևոր է, սա իմաստության համար է, սա ինչ որ մեկի իրավիճակը փոխելու համար է, տեսեք, գրված է Ծննդոց 8:20-ը, Թուր ինձ իմաստություն, գիտես ստեղ է գրված այդ խոսքը, ստեղ գրված է այդ իմաստությունը, հավատացեք սրան, հավատացեք, ընդունեք այս խոսքը, ասեք այս խոսքը, կրկնեք այս խոսքը, հրճակեք այս խոսքը, դավանեք այս խոսքը,
8:20-ում գրված է Ծննդոց եւ Նոյը սեղան շինեց Տիրոջը։ Ինչ արեց։ Ով շինեց։ Ով էր Նոյը։ Ով էր Նոյը։ Նոյը տղամարդ էր թե կին։ Տղամարդ։ Ինչ շինեց։ Ով շինեց։ Նոյը ինչ էր։ Տղամարդ էր։ Քույրերն են շինում զոհասեղան։ Եղբայրները պետք է շինեն զոհասեղան։ Տղամարդը պետք է զոհասեղան շինի։ Տղամարդի գործն է զոհասեղան շինելը։ Թող կնիկս անի, թող կնիկս գնա շուրուբը ձգի, թող կնիկս մեխի, թող կնիկս գնա բանը տոկի գործն անի, լամփուշկեն փոխի, չգիտեմ, ինչքան տղամարդու գործ կա կնիկն անում։ Դրա շատ կանանիք տղամարդու նման են։ Սա կոչվում է ուխտի զոհաբերություն։ Սա կոչվում է ուխտի զոհաբերություն։ Ով շինեց։ Նոյը։ Ամեն մաքուր անասուններից եւ ամեն մաքուր թռչուններից մի հատ առավ եւ սեղանի վրա ողջակեզ արավ, մատուցեց եւ գրված է 21-րդ խոսքը. Տերը անուշ հոտը հոտոտաց եւ նա իր սրտի մեջ ասեց. Ինչ ասեց։ Ասեք, ինչ եմ անի։ Ում պատճառով։ Ով շինեց զոհասեղանը։ Ինչ էր։ Տղամարդ էր։ Ով հոտոտաց։ Եվ ինչ ասեց Աստված։ Ձեզ թվում է Աստված խաբում է։ Ձեզ թվում է Աստված խաբում է, որ ասում է այլևս էլ չեմ խփելու։ Ինչ արավ Աստված Նոյի հետ։ Նոյը ինչ արավ Աստծո հետ։ Ուխտ արեց, ասեք ուխտ։ Ուխտի զոհաբերություն ասա։ Շատեր վախում են շամպես այս խոսքից։ Ուխտ բառից սարսափում են։ Գլուխներ խփում են պատերին։ Դիվահարվում են, հավատացյալները դիվահարվում են այս խոսքից։ Աստված էլ ասեց, քանի որ դու իմ այդ ուխտի մեջ ես, սրանից հետո այլևս չեմ խփի։ Ամուսիններ, լսեք, դուք ուխտի մեջ եք, ուրեմն պետք է այլևս չխփեք նրանց։ Այլևս չհարվածեք նրանց։ Եթե արել եք, դուք պետք է ապաշխարեք։ Աստված ինքը Նոյին ասեց, ես այլևս չեմ անիցի, այլևս չեմ խփի, այլևս չեմ հարվածի։ Շատերը սարսափում են շամպես, դրա համար չեմ վախում Կիրակի վրա ասեմ այս խոսքը։ Վախում են ուխտ անեն Աստծո հետ։ Դուք տղամարդ չեք ուրեմն։ Եթե դուք վախենում եք ուխտ անել Աստծո հետ, Նոյը ուխտ արեց Աստծո հետ։ Նոյը տղամարդ էր։ Եվ Աստված ասեց սրանից հետո այլևս քո կյանքին հարված չի մոտենա։ Սրանից հետո քո այդ վատ բան չի լինի։ Անեցքի տակ չես ընկնի։ Ուրեն այդ ձևի տղամարդիկ պետք է յուբկա հագնեն, ովքեր իրանց ուխտի կնոջը հարվածում են։ Ում հետ ուխտ ունեն, ում որ տրորտակում են, ում որ ուզում ուխտի մեջ են գցում, տշում են դուրս։ Յուբկա պետք է հագնեն, դրանք տղամարդ չեն, դրանք փալաս են։ Իմաստությունը սրա մեջ է, որ դու ուխտի մեջ ես այդ անձի հետ։ Ուխտի մեջ ես այն անձի հետ։ Ուխտի մեջ ես ինչ որ մեկի հետ։ Եթե նա ասում է հարված չի մոտենա, դու ով ես։ Դու տարական ես ընդամենը, որ հարվածում ես, անիծում ես, հայհոյում ես, քեզ չես պահում տղամարդու պես։ Այլևս ուխտի զոհը ակտիվացնում է Աստծուն։ Հոբի առաջի գլխում այս եկեղեցին չի լինելու կրոնական հոգեգալստականություն։ Առաջի գլուխ Հոբի 5-րդ խոսքում գրված է.
երբ հացկերույթի օրերը լռանում էին, Հոբը կանչել էր տալիս նրանց եւ սրբում էր։ Հոբը ով էր։ Հոբը ինչ էր։ Հոբը տղամարդ էր։ Այստեղ կնոջ մասին խոսք չկա անգամ։ Սա Հոբի ֆունկցիան էր, սա Նոյի ֆունկցիան էր։ Երբ որ հացկերույթ են ուտում, ինքը առավոտ շուտ վեր էր կենում եւ սկսում էր աղոթ քանել, զոհ բերել Աստծուն։ Սա մենակ քույրերն են աղոթում ինձ հետ։ Մեկ տղամարդիկ։ Եվ նրանց ամենքի թվով ամեն մեկին հիշում էր, ամեն մեկի համար աղոթում բարեխոսում զոհ էր անում։ Ողջակեզ էր մատուցում, որովհետև ասում էր հնարավոր է իմ տղաները մեղք գործեցին, իրանց սրտի մեջ հայհոյեցին Աստծուն եւ գրված է միշտ այսպես էր անեմ։ Միշտ Հոբը միշտ այսպես էր անեմ։ Սա ինձ ցնցում այս արտահայտությունը առավոտ շուտ ամեն մեկի թվով ամեն մեկի համար միշտ այսպես էր անեմ։ Վերջի անգամ ախպերներ քանի ստեք աղոթել ձեր երեխաների համար անվանացի ասելով բերեմ եմ իրան քո ձեռքերի մեջ, բերեմ եմ պաշտպանությունը այս երեխայի ձեռքին, քո ձեռքերի մեջ, այս երեխային եմ բերեմ քո ձեռքը, մյուսին եմ բերեմ եմ Խորենին, բերեմ եմ Մարիային, բերեմ եմ Վանետին, բերեմ եմ Անգելին, բերեմ եմ Արամին, բերեմ եմ Բենին, բերեմ եմ Սոնային, քանի ստեք աղոթեմ ձեր երեխաների համար, եթե դուք տղամարդ եք ու դուք ախպեր եք, ու դուք հավատացյալ եք, դուք պետք է աղոթեք, սա է իմաստությունը, որ պաշտպանում է, սա է իմաստությունը, որ պաշտպանում է, դու ով ես բա լավ, Աստված թող իրանց պահի, ես գնացի, ոչ, դու պետք է այդ ստեղծես, դու պետք է այդ խոսքերն ասես, դու պետք է դավանես, դու պետք է հռչակես, դու պետք է սոհանես, ես համաձայն չեմ, ղզիկների տեղ չի Աստծո թագավորությունը, եղավ, Աստծո թագավորությունը ուժեղ մարդկանց համար է։ Ուժեղներն են նրան վերցնում։ Իմ երեխեքը հարցնում են, դու մամային հարցնում են, դու երջանիկ ես ապրելով պապայի հետ։ Հարցնում են, դու երջանիկ ես։ Ասեմ երջանկության բացակայությունը սկսվել է ծննդոցում, երբ որ Ադամը եւ Եվան մեղք գործեցին։ Աստված ուզում է վերադարձնել ինչ որ մեկին Եդեմ սկզբնաղբյուրին բերել Աստծուն, բերել հարաբերությունների եւ հաղորդակցության մեջ։ Աստված ուզում է դա անել եւ երջանկությունը կվերականգնվի։ Երջանկությունը ոչ փողի մեջ է, ոչ հարստության մեջ է։ Երջանկությունը Աստծո մեջ է։ Երջանկությունը երջանկացնելու մեջ է։ Այստեղ գրված է, հետո շարունակում է ասելով արդ մի օր Աստծո որդիները գնացին Տիրոջ առջև կանգնելու, Սատանան էլ գնաց այնտեղ։ Ձեզ չթվա, որ ձեր երեխեքը, որոնք ստեղ չեն, ամեն ինչ օքեյ է։ 10-րդ խոսքում Սատանան Հոբին Աստծուն ասում է, չէ որ դու նրա տանը եւ նրա ամեն ունեցվածքի շուրջ ցանկ ես պատել եւ նրա ձեռքերի գործը օրհնել ես։ Երկու բան հերիք է։ Նախ եւ առաջ դու իրան պաշտպանում ես։ Ինչ անում, որ դու պաշտպանում ես իրան։ Ինչ անում Հոբը, որ պաշտպանում է Աստված։ Հոբը զոհ է բերում, Հոբը աղոթում է, Հոբը բարեխոսում է, Հոբը բռնում է Աստծո խոսք եւ կատարում է, դա բերում է պաշտպանություն, երկրորդ բանը օրհնում է իրան։ Ես պաշտպանում եմ նրան եւ օրհնում եմ, որովհետեւ նա իմաստությամբ է վարվում։ Նա իմաստությամբ է վարվում, նա առավոտ կանուխ զոհ է բերում, նա առավոտ կանուխ աղոթք անում, նա առավոտ կանուխ փնտրում է ինձ, նա առավոտ կանուխ հավատքի ակտեր անում։ Դրա համար ես իրան պաշտպանում եմ, դրա համար ես իրան օրհնում եմ։ Ոչ պաշտպանություն կա, ոչ օրհնություն կա շատերի վրա։ Պաշտպանությունը եզև գնացել է, օրհնություն չկա, որովհետև տղամարդը պետք է իր տեղում լինի։ Թեպետ եւ խոսում եմ իմաստության մասին, սա աստվածային մատակարարումն է։ Շատերը չեն ուզում, որ Աստված անի սա իրանց կյանքի մեջ։
Փախի վատ ընկերներից, ընդհանրապես փախի, հաջորդ կետը փախի լրի վատ ընկերներից, սխալ ընկերներից, սխալ մարդկանցից փախի, ջար ընկերակցությունները ապականում են բարի վարքը։ Ես համոզվել եմ, համոզվում եմ ու հայել համոզվելու ու շոկ եմ ապրելու։ Գիտեք այդ տեղերը, բայց ես շատ տեղեր չասեմ, Առակաց 13:20 մեկը Կորինթացիների մեջ է, դա չբացենք, բայց բացենք Առակացը։ Առակաց 13:20 Իմաստունների հետ քայլողը իմաստուն է լինում։ Ամբարիշտների անմիտներին ընկերացողը չար է լինում։ Նա կամ չարիքի է հանդիպում է սև ասած։ Իմաստուն մարդկանց հետ շփվի, իմաստություն կունենաս։ Անմիտների հետ շփվի, վատ բաների ռաստ կգաս, շատ վատ բաների։ Սա մի պատմություն ունենք մենք Աստվածաշնչյան, ասեմ, ովքեր չեն իմանում սրա մասին։ 3-րդ թագավորացն ասա։ Անկի բացեք 3-րդ թագավորաց, ես ինչև մի բան կպատմեմ ձեզ։ Երրորդ թագավորաց։ Ես սխալ ընկեր չունեմ։ Ես սխալ ընկեր չունեմ։ Ես սխալ ընկերակցություն չունեմ, ընդհանրապես չունեմ։ Սա նստած ինչ-որ մեկը եւ մտածում է, ես է չունեմ, լավ մտածեք ունեք։ Շատ չար ընկերներ ունեք, շատ վատ ընկերներ ունեք, դրանք ձեր ընկերներն են։ Ես չեմ ասում մի շփվեք մարդկանց հետ։ Ասում եմ, որ շատերը ունեն վատ ընկերներ, վատ շրջապատ, վատ հարամբանական ընկերներ ունեն անգամ ստեղ մարդիկ, ովքեր կարող են փչացնել, ապականել բարի վարքը։ Անմիտների հետ քայլողը վտանգի առաստվում։ Աքաբը Հեզաբելի ամուսինն էր։ Իրան մոտ է գալիս Հովսափաթը, Հովսափաթ թագավորը, Իսրայելի թագավորը, Հուդայի թագավորը։ Քսաներկու գլխի մեջ երկրորդ խոսքը 3 տարի անց ասորիների եւ Իսրայելի միջև պատերազմ չեղավ։ Անցավ 3 տարի։ Երրորդ տարվա մեջ Հուդայի Հովասափաթ թագավորը գնում է Իսրայելի թագավորի մոտ։ Աքաբի մոտ։ Իջավ Աքաբի մոտ։ Իսրայել թագավորը իր ծառաներին ասեց. Սա ինչ-որ մեկին նմանացնում այս մարդը, գիտեք թե Ռամով գաղադը մերն է։ Օհո։ Էս ինչ էր։ Իրար հետ հավաքվեցին իր այդ շփվելու, հանկարծ ինքը քաղաքական հայտարարություն բարձրացրեց, տարածեց։ Ռամով գաղադը գիտեք մերն է։ Սա ինչ-որ մեկի չի նմանացնում, Զանգեզուրը մերն է, Նախիջևանը մերն է, Ղարաբաղը մերն է, Երևանը մերն է, ինչ-որ մեկին չի նմանացնում սա, որ նստեց, էշեշ բան էր խոսած, մերն է, այս խեղճ Հովսափաթը ստեղ էր, Հովսափաթը ստեղ էր, բայց մենք նրան ասորիների թագավորի ձեռքից առնել չենք էլ մտածում, հա։ Եվ Հովսափաթն ասեց, ինձ հետ Ռամատ գաղատ պատերազմելու կգաս, դու խի այխելոք, խի, ձեռք ես քաշի գլխից հետ։ Հովսափաթը Իսրայել թագավորին ասեց, ես քեզ պես եմ, իմ ժողովուրդս քո ժողովրդի պես է, իմ ձիերս քո ձիերի պես են, երկու պետություն մեկ ազգ, ծանոթ է, չէ։ Թուրքիշ, Ադրբեջանիշ։ Երկու պետություն մեկ ազգ։
Քո ձիերը, իմ զորքերը, քո զորքերը, տարադամ։ Խի էլի, խի։ Դու խելացի մարդ էր, ինչի համար։ Դա հասկացաք սա ակաբներ, որի վրա դատավճիռ կա, վրեն գործ կա։ Աստծուց վրեն գործ կա, դու խի։ Շատերը իմաստություն չեն առնում, Աստծո խոսքից դաշ չեն առնում, չեն խաղում։ Բերեցին, ցիրկը սկսվեց։ Նախ Իսրայելի թագավոր Հովսափաթը ասավ, նախ Տիրոջից եկեք խոսք փնտրենք, Իսրայելի թագավորը մարգարեին հրավիրեց, ինչքան կլոն կար հավաքեց այդտեղ, որ մարգարեանան, եւ նայում ենք, որ 8-րդ խոսքում ասում է սա մարգարեության, բայց Իսրայելի թագավորը Հովսափաթին ասեց, «Ստեղ մի ուրիշ մարգարե կա, որովհետեւ Հովսափաթը արծեց կամնեին այս մարգարեն է»։ Ասեց, «Չէ, ստեղ մի հատ ուրիշ մարգարե կա, որ ոչ մի անգամ ինձ համար լավ բան չի մարգարեանում, ընկեր։ Այս գառնիկը ոչ մի անգամ լավ բան չի խոսում իմ մասին»։ Սպասեք։ 29-րդ խոսքում գրված է Իսրայելի թագավորը, Հուդայի Հովսափաթ թագավորը, Ռամոթ Գաղադ ելան։ Իսրայել թագավոր Հովսափաթին ասեց, ես կերպարանքս կփոխեմ։ Այս պատերազմի մեջ մտնելու, բայց դու քո հագուստը քո հագին թող մնա։ Իսրայելի թագավորը իր կերպարանքը փոխեց ու պատերազմի մեջ մտավ։ Բայց ասորենների թագավորը իր 32 կառապետներին պատվիրեց եւ ասեց. փոքր կամ մեծի հետ մի կռվեք, միայն գտեք, այնց պրիցելը բռնեք Իսրայելի թագավորի վրա։ Ու երբ Կարապետը Հովսափաթին տեսավ, Իսրայելի թագավորը անշուշտ ասեց, սա Իսրայելի թագավորն է, նրա վրա պատերազմելով գնաց։ Հովսափաթը ընկավ ուրիշի ջրերը նախ եւ առաջ, ուրիշի խելքին ընկավ նրա ազդեցության տակ ու ընկավ հարվածի տակ։ Ահա թագավորը սա է։ Ու լրիվ հարցակումները, լրիվ նետերը, լրիվ թերերը սկսեցին ուղղվել Հովսափաթի վրա։ Եվ այստեղ եւ մնացորդածում գրված է, որ Հովսափաթը աղաղակեց Տիրոջը եւ Տերը փրկեց իրան։ Հասկանում եք, խի պետք է աղաղակեք։ Չար ընկերներից հեռու մնացեք նախ եւ առաջ։ Ես չունեմ չար ընկեր, ես չկա այդ ձև մի ընկեր, որ իմ հովվի մասին վատ է խոսում։ Ես իրանց սաղին ուղարկել եմ շատ հեռու, ինչքան հնարավոր է Գրենլանդիայից էլ ենք ում։ Սիբիրից էլ Սիբիր եմ արել։ Խրգել եմ սաղին։ Ես չունեմ այդ ձև ընկերներ, որ կարան ասեն իմ մոտ Հովիվ Միխայելը այսպես է կամ այնպես է, իրանց մատը կկոտրեմ, իրանց աչքը կկոխեմ։ Հովսափաթը աղաղակեց Տիրոջը։ Դուք գիտեք, որ ձեր որոշներիդ մահվան կասեցումը ձեր աղաղակի մեջ է։ Երբ որ Հովսափաթը աղաղակեց, Աստված փրկեց իրան։ Մի դե մտածեք, պետք է աղաղակել, թե չէ։ Մահվան վտանգ չունեմ, խի պետք է աղաղակեմ, հովի ջան։ Չեմ էլ ուզում, որ դուք ունենաք մահվան իրավիճակ։ Դու պետք է ապրես այս սկզբունքով։ Խի մեզ աղաղակեմ, հիմար եմ, դե ինքն եմ աղաղակում, մի ճվա, աղաղակի, մի ճվա, մի գորը աղաղակի։ Ստեղ գրված է աղաղակեց Հովսափաթը։ Եվ Տերը օգնություն արեց, Տերը փրկեց։ Ուրիշի փոխարեն դու չես կարող աղաղակես։ Քո փոխարեն պետք է աղաղակես, քո համար պետք է աղաղակես։ Չէ, ես ձուկ եմ, ես կալենդարով ձուկ եմ։ Ես համաստեղությամբ ձուկ եմ, կամ կույս եմ, տղամարդ ասեմ այդքան բանը։ Դա սկզբունք է, դու պետք է աղաղակես։ Չէ, իմ ձևը թենչի, իմ ձևը չաղաղակող ձևն է։ Չէ, Աստված թենչի, Աստված մեզ ստեղծել աղաղակող։ Մենք ոնց ենք ուրիշների հետ խոսալուց գոռան վրները, աղաղակում ենք, տանը մեր ձենը դուրս է գալի։ Եկեղեցում դառնում ենք ձուկ։
Գիտեք, ես չեմ հասկանում այդ ձուկ ավտոներին։ Ավտոները դեռ ձուկա կպցրած։ Մեր կյանքը յանում լուր վկա, դա սուտա, դա մոլորությունա, դա կրոնա։ Երբեք իմ մեքենայի հետևին ձուկ չի լինի։ Թելնի առնվազն առյուծ կարա լինի։ Եվ գրված Հիսուսն է Տերը։ Ես դա մասին չեմ մտածել, պրոստը հմիկ ասեցի։ Չեք վրազում, չեմ մի հատ էլ լավ խոսք ասեմ։ Մեկ չգիտեմ դուք պետք է գորակ թե չէ, աղաղակեք թե չէ։ Այսօր աղաղակով չանցավ ոնց որ ծառայությունը։ Ես որ մի շաբաթ թե աղաղակեմ, դուք որտեղ եք։ Չգիտեմ դուք որտեղ եք։ Մի ձև քնած գնաց։ Աղաղակեք, աղաղակեք։ Այս որ կետներ 7, այս էլ 8 կետը, օցիալը։ Կարևոր է, դա իմաստության մասին է խոսքը։ Աղաղակեք, դա իմաստություն է, դա հիմարություն չի։ Այլի դուք ընդ շաշմար գորգորում եք, մենք չենք գորգորում։ Դա հոգևոր ակտ է։ Գիտեք, ինչքան աղաղակներ կա, եթե ես չաղաղակեի, ես կմեռնեի։ Երբ որ դու չես աղաղակում, դու իրավիճակը, վտանգավոր իրավիճակում կաս մեռնես։ Ակաբը լրիվ զինվորական էր հագնվել։ Բրոնժիլ է, թեպուկներ, շայբե, կախել էր վրից, արջիչ, ինչ էր կատկար կախել։ Մի հատ չերևացող զինվոր նետը շպրտեց, եկավ գրվածա ուղիղ հետ ակաբի կրծքին խրվեց, սրտի մեջ մտավ, այդ շայբեքի արանքով։ Աստված դատավճիռը չէր վերցրել իր վրից, դրամ այլ հարված եկավ։ Իսկ Հովսափատը սխալ ընկերների պատճառով քիչ էր մնում մեռնի։ Մի արեք տես բան, սխալ ընկերներին պաշոլ արեք ձեզանից, որոնց պատճառով դուք կարաք մեռնեք։ Սխալ ընկերների պատճառով ինչքան են խելոքները մեռը։ Ընկել։ 105 Սաղմոսի 12 խոսքը։ Ասեք, որ լավ խոսք է։ Ասեք, որ լավ խոսք է։ Ասեք, որ լավ խոսք է։ Ասեք, որ սա խոսում է ինչ-որ մեկիդ հետ։ Երբ նրանք քիչ էին սակավաթիվ, 12, 105, 12, Սաղմոս 105, 12։ Երբ նրանք, դուք չգիտեք սրա մասին, վստահ եմ, դուք ստեղ մի տեղ գիտեք ու այդքան բան գիտեք։ Ուղղակի բացեք ու կարդացեք հետևացեք։ Ես ոչ մեկին վրա չեմ հպարտանում, ուղղակի ուզում եմ սովորացնեմ այս բանը։ Սա սկզբունք է, իմաստության սկզբունք է։ Իմաստությունն է պահում քո կյանքը, իմաստությունն է պաշտպանում քո կյանքը։ Եթե բացեցիք, ասեք ամեն։ Երբ նրանք սակավաթիվ էին, քիչվոր էին, բանդուխտ էին, բանդխտության մեջ էին։ Չգիտեմ, ինչ կա չհասկանալու, ասեք, ասեմ։ Տեղը ճիշտ չեմ ասել, տեղը ճիշտ եմ ասել, ես ճիշտ եմ կարդում։ Ինձ նայեք, ինձ նայեք։ Սա գրված է, որ նրանք քիչ էին իսրայելացիք, 70 հոգի էին, 70 հոգի էին, մեկ ազգից մի ազգի մոտ էին գնում, մեկ թագավորությունից մեկ ժողովրդի մոտ էին գնում, մի 70 հոգի մարդ էին, մի ձեր կարդացածը, որ դուք կարդում եք, հասկանում եք, ինչ է գրված, ստեղ, իմաստ չկա, որ դուք կարդաք հենց հիմա, որովհետև կարդացող իր տանն է կարդում, Մովսեսը ժողովրդին դուրս է հանում Եգիպտոսից, ժողովրդին դուրս է հանում Եգիպտոսից, Աբրահամը ժողովրդին առաջնորդում է, Իսահակը առաջնորդում է, Հակոբը առաջնորդում է, քիչ են դեռ նրանք, քիչ են, որ քաղաք մտնում են, որ ազգի մոտ գնում են, որ թագավորի մոտ գնում են, դեմից հայտարարում են, որ սա Աստծո ժողովուրդն է, չկպնեք, 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 մի ազգ կար, որ ասեց, դուք չեք անցնելու մեր մոտով, ասեց, դուք սխալ արեցիք,
Դուք սխալ թույլ տվեցիք, որ թույլ չեք տալիս անցնեք։ Ես խոստանում եմ ձեր ջրամբարները, ձեր ջրհորները չեն կեղտոտի իմ ժողովուրդը։ Ծառից անգամ մի տերև չեն փոքի։ Ես խոստանում եմ իմ ժողովուրդը ակուրատնի կանցնի, ասին չէ։ Աստված ասեց ոչնչացրեք լրիվ։ Բոլորին ոչնչացրեք։ Եվ ստեղ գրված է, որ նա հայտարարում էր դեմից եւ նա խորոք, որ ասում էր սա Աստծո ժողովուրդը եւ օծյալն է։ Չկպնեք։ Իմաստությունը սրա մեջ է, չկպնել Աստծո օծյալին։ Չկպնել Աստծո եկեղեցուն։ Եթե ինչ-որ մեկը կանի, իրա մոտ սով կգա, իրա մոտ հարված կգա։ Իմաստությունը օծյալներին պատվելն է։ Իմ օծյալն է ասելով, իմ օծյալներից մի կպնեք, իմ մարգարեներից չարություն մի արեք, եւ սով բերեց երկրի վրա, հացին բոլոր զորությունը կոտրեց, չէ որ էլի մարդ ուղարկեց իրա դեմից, դա Հովսեփն էր։ Մեկ մարգարեով մտցրեց Եգիպտոս, մեկ մարգարեով էլ հանեց Աստված։ Լսեք Աստծո խոսքը։ Իմաստություն, որի համար դուք խնդրել եք, պատկերացում չեք էլ ունեցել, որ պետքա պահել այս բաները։ Դա է իմաստությունը։ Ես միշտ չի, որ Աստծո մարդկանց երազից մեջ տեսնում եմ, բայց տեսնում եմ Բենի հինին երազից մեջ։ Ես շատ հազվադեպ եմ տեսնում իրան, բայց տեսնում եմ երազից մեջ։ Մենք խոսում ենք, ինքը չի ուզում լսի։ Հանկարծ ես խոսում եմ ինչ-որ բաներ, ինքը չի ուզում լսի, բայց ես հենց խոսում եմ Աստծո խոսքը, ես հենց խոսում եմ այն թեմաները, որ իրանից եմ լսել երբևիցե, ինքը կենթանանում է։ Հետո ես նորից ուզում եմ ուրիշ բաներ խոսալ, ինքը էլի չի լսում ինձ։ Հետո ես նորից եմ անդրադառնում այն խոսքերից, որը գրված է, թե հավատքի մասին, թե օծության մասին, ինքը նորից է վերակենդանանում, կենթանանում է ու նստած տեղից վերակենում։ Բայց վերջի բառն եմ ուզում ասեմ, որ ես կարդացել եմ Բարի լույս Սուրբ Հոգին ու ես արթնանում եմ այդ օրը։ Որ ժամանակ դուք խոսում եք Աստծո խոսքը, օծությունը արթնանում է։ Օծությունը զարթնում է։ Օծությունը կանգնում է քեզ համար։ Տուր ինձ իմաստություն, տուր ինձ իմաստություն, տուր ինձ իմաստություն, Աստծո վախը դա Աստծո իմաստության սկիզբն է ինձ համար, դա պաշտպանություն է։ Չգիտեմ քանից եք անում այս բաները, բայց սրանք ինձ համար կարևոր բաներ են, ես անում եմ, պահում եմ, սրանք անում եմ, պահում եմ, ես խոսք եմ խոսում։ Ես բռնում եմ խոսքից։ Իրավիճակներում ես չեմ փոխում իմ դավանությունը։ Աղաղակում եմ միշտ։ Զոհ եմ անում։ Ուխտեր եմ անում Աստծո հետ։ 2 ամիս, ուղիղ 2 ամիս այսօր։ Ես քարոզում եմ մարգարեական օծության տակ։ Շատերը չեն հասկանում դա։ Շատերը չեն ըմբռնում, որսում դա։ Ես քարոզում եմ ու սկսվել է դա դեկտեմբերի 27-ից, երբ որ ասեցի հայրերի սրտը պիտի դարձնեմ իր երեխեքին։ Ես այս թեմայի մեջ շարժվում եմ։ Ես քարոզեցի, որ Աբրահամը փրկեց Խովտին։ Ես քարոզում եմ, որ Դավիթը փրկեց իր ընտանիքին, ետ բերեց եւ հարցրեց Տիրոջը, արդյոք ես կհասցնեմ։ Արդյոք ես կարամ բերեմ։ Տեր ասեց կարաս, կհասցնես։ Այս տարի իմ երեխաներին հետ եմ բերելու։ Բոլորին բերելու եմ հետ։ Ես ետ եմ բերելու։ Ես այս խոսքը քարոզել եմ ու ապրում եմ։ 2 ամիս ես այս թեմայի մեջ եմ, այս օծության մեջ եմ։ Չգիտեմ շատերը էլ չեք կռվում ձեր երեխաների համար։ Պետք է հիշացնել, երևի ամեն 4 շաբաթը մեկ պետք է հիշացնել, 4 շաբաթը մեկ պետք է հիշացնել։ Գիտեք որտեղից է գալիս շատ հիվանդություններ։ Դուք չեք կռահում դրա մասին։
Շատերի հիվանդություն սկսվում է փողից։ Փողի հետ խնդիր ունենալուց։ Խորհուրդը չլսինք, գնացինք ընկանք պարտքի մեջ։ Առողջության մեջ խնդիր առաջացավ։ Լուծեք այս հարցը։ Բարձացեք դրա վրա։ Բարձացեք դրա վրա։ Երբեք առանց խորհրդի մի մտնեք որևէ մի գործարքի մեջ։ Դուր քո իմաստությունը ինձ։ Շարունակեմ մյուս կիրակել խոսալ իմաստության մասին։ Աստծո իմաստությունը։ Ինձ պետք է Աստծո իմաստությունը։ Հալելույա։ Մենք ես փառք ենք տալիս, սիրելի Հայր։ Մենք ես փառք ենք տալիս։ Սա կմնա քո մեջ, այս խոսքը կմնա քո մեջ։ Այս խոսքը կմնա քո մեջ։ Ես այլևս չեմ խփի, ասում է Տերը։ Այլևս չեմ հարվածի։ Ոնց կարա մեկը Աստծուն չգա, բայց ուզենա ես վազեմ։ Տենց բան չկա։ Ժողովուրդ, ես չեմ ծառայում մարդկանց։ Ես խաղալիք չեմ, ես դերասան չեմ, կլոուն չեմ։ Իրանք չեն գալի Աստծուն, բայց զանգում մի հատ կարած գաս, չեմ կարա գամ մի հատ։ Երկու հատ չեմ կարա գամ։ 3 հատ չեմ կարա գամ։ Եկեք պայմանավորվենք։ Իմաստությունը դրա մեջ է նաև։ Ուզում եք այս օծությունը։ Սա ձեռնադրությամբ չի փոխվում, փոխանցվում։ Փոխանցվում է հայտնություններով։ Հովհաննեսն ասում է, եթե նրա խոսքերը մեր մեջ են բնակված, ուրեմն մենք հաղորդակցություն ունենք իրար հետ։ Նույն հայտնությունները, որ նրա մեջ է, եւ քո մեջ է, մենք իրար հետ նույն օծությունն ունենք ուրեմն։ Նույն հաղորդակցությունն ունենք։ Օծությունը պատական չի գալիս։ Օծությունը ձեռնադրությամբ այդքան չի գալիս, ինչքան նույն հայտնություններից։ Չէ, ես իմ հայտնություններն ունեմ, ես իմ ձևն ունեմ, ես իմ ձևն եմ հասկանում։ Դու չգիտեմ ով ես вообще։ Ես չգիտեմ դու ով ես։ Ես չգիտեմ դու ինչ կենթանի ես։ Ես չգիտեմ դու ինչ արարած ես։ Ես չգիտեմ դու ինչ պարոդ ես։ Բայց եթե նրա խոսքերը բնակված են մեր մեջ, մենք իրար հետ հաղորդակցություն ունենք։ Այն օծյալների օծությունը, որ մենք ուզում ենք, նախ եւ առաջ իրանց խոսքերը եւ հայտնությունը մեր մեջ պետք է ապրեն, որ այդ նույն օծությունը ունենան։ Մենք ես փառք ենք տալիս, սիրելի Հիսուս։ Մենք շնորհակալ ենք այսօրվա համար։ Օրհնում ենք քո սուրբ անունը։ Մեզ համար դու թանկ ես, մեզ համար դու կարևոր ես։ Կանգնենք ոտքի, բարձրացեք ձեր ձեռքերը։ Ընդունեք ես խրատը, ընդունեք ես հանդիմանությունը։ Սա շնորհք է։ Սա շնորհք է։ Երբ որ մենք շնորհքը մերժում ենք, Աստված մեզ հետ խոսալու է օրենքով եւ շատ վատ է լինելու մեզ համար։ Քանի որ շնորհքն է խոսում, ես միշտ ասել եմ սա։ Եկեղեցում քո ամեն սխալը կներեն, մեղքը կներեն, բայց աշխարհում դա չեն ներելու։ Աշխարհում քեզ չեն ներելու դրա համար։ Այս բանը ում վրա ասել եմ, ինքը գնացել է եկեղեցուց աշխարհների աշխարհ, արդեն 100-րդ աշխարհում ապրում։ Ասել եմ, եթե դու շնորհքը չես հասկանում, քեզ կյանքը կծեցի, դու օրենքը քեզ կծեցի։ Մեզ շնորհք, մեզ շնորհք արա, մեզ շնորհք արա։ Աստված խոնարհներին շնորհք անում, շնորհքը տալիս խոնարհներին։ Մենք քեզ փառք ենք տալիս, սիրելի Հիսուս, մենք քեզ փառք ենք տալիս, խոնարհվում ենք քո առաջ։ Մեզ սիրտը պատկանում է քեզ։ Մեզ կարիք ունենք քո իմաստությունը, որպեսզի լինի քո պաշտպանությունը։ Աստծո խոսքի մեջ գրված է Հռոմեացիների 8-րդ գլխի 15-րդ խոսքը, որ նրանք էլ Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք են Աստծո որդիները։
Ահա իմաստությունը, երբ որ դու առաջնորդվում ես, քեզ առաջնորդություն է տրվում, քեզ պաշտպանություն է տրվում նաև։ Առաջնորդությունը տրվում է հնազանդ մարդկանց։ Առաջնորդությունը դա նա չի, որ դու ասես, ես ես լսեցի, Աստված ինձ ես ասավ, Աստված ինձ են ասավ։ Առաջնորդությունը իր մեջ շատ հաջողություններ է գրանցում եւ հաղթանակներ։ Նրանք էլ, ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք են Աստծո որդիները։ Ողորմություն առ այս ժողովրդին, բարձր երաժշտությունը, բոլոր ուզում եմ աղոթք անեն իրանց մեջ։ Բոլոր ուզում եմ աղոթք անեն, էլի բարձրացեք։ Շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Հիսուս, փառք ես Հիսուս։ Ժամանակ ունենք ստեղ աղոթք անելու, ժամանակ ունենք ապաշխարելու, ժամանակ ունենք հեռացնել մեզանից սխալը, որը ճիշտ չի, որը սխալ է, վերցնել, զինվել Աստծո խոսքով, այն խոսքերը, որ դու լսեցիր, զինվիր այս խոսքով, այս խոսքը կարևոր է, այս խոսքը բժշկող է։ Այո, բժշկություն կգա, քո մարմինը կբժշկվի։ Քո համար ոչ մեկ չի աղոթի, բայց դու կբժշկվես։ Որովհետև դու արեցիր այն ինչ, որ Աստված ուզեց։ Աստված ինձ ասեց, ժամանակը գա, մոտ ժամանակն է մեզ տարվա մեջ, դու միայն հնչյուն կարձակես և մարդիկ կզգան դրա մեջ օծությունը, դու հնչյուն կարձակես, դու ինչ որ հոգու մեջ լեզուների հնչյուն կարձակես և իմ ժողովուրդը կոծվի, դելեմ ահադի խոշ, կեդոլոմա հերեշ, Shirare mora, shirare mosi, shiraramade, shiraramada, Yehir bashishkvat, Yehir azad, bashishkvit hensiban, Shandare moshide. Yin shirela ay baladi godeleda ide moshida Yehira roch Yeshar jachamem amen acht Jar jachamem amen acht Isusi anunov Hey Hallelujah I praise I praise, my church of me. Gibodenema, Gebaradi, Baraba, Shididi, Dalamashiduranemahi, Puda Paradidi, Barabashi. Amen pundi escapăm în Iisus anul. Amen acaracuciu escapăm în Iisus anul. Amen abstamucium drjochit. Esjaja în Iisus anul. I am a shadow de Babara makodoro lomoha, barala pahala lavali. Այսօր դու կզգաք, որ օծել Աստված ես։ Այսօր դու կզգաք, որ Աստված օծել է ձեզ։ Դու կբացեք ձեր բերանը այսօր, դու կզգաք, որ Աստված օծել է։ Դու կուզենաք աղոթեք եւ կզգաք, որ ձեր ձայնը լցված է ներկայությամբ, աղոթքի հոգով, օծությամբ։ Ձեր ձայնը փոխվում է։ Ձեր ձայնը դառնում է մետալիկ։ Ay 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 ay. Hey!
մերնի անիծում եմ անիծում եմ Արարի Հիսուսի անունով ծերությունը, արագ ծերությունը ես կասեցնում եմ Շարե չերիման այլ հիվանդությունը որ եկել է քո մոտ Հիսուսի անունով դու պետք է գնաս Հիսուսի մոտ Հիվանդություն դու պետք է գնաս Հիսուսի մոտ այնտեղ է քո հարցերը լուծված այն վերջերի մեջ է քո հարցերը լուծված Հիսուսի անունով Գալիս է քո գնացքը գալիս է ինչ-որ մեկի գնացքը գալիս է ինչ-որ մեկի գնացքը Դա նշանակում է գալիս է ինչ-որ մեկի ժամանակը գալիս է քո գնացքը Մի քանի րոպե, աղոթեք